Մի հասարակ ռեստորանում միլիոնատեր մի աղջնակ յուրաքանչյուր ճաշկերույթ վերածում էր հոգեբանական մարտադաշտի։ Ոչ ոք չէր կարողանում նրա հետ լեզու գտնել, մինչև մի երիտասարդ մատուցողուհի, կյանքից հոգնած զինված միայն իր քաջությամբ, արեց անհնարինը, տեսնելով այն, ինչ ոչ ոք չէր տեսնում։ Այդ անսպասելի հանդիպումից հետո քաղաքի ամենահարուստ ընտանիքի ներսում սկսեցին մակերես դուրս գալ մութ գաղտնիքներ, հին մեղքեր, իշխանության համար մղվող լուռ պայքար։ Եվ երբ ճշմարտությունը վերջապես բացահայտվեց, ամբողջ կյանքեր գլխիվայր շրջվեցին։ Նախքան կարեկցանքի, քաջության անսպասելի շրջադարձերի մասին այս զարմանալի պատմությունը լսելը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզիչ պատմությունների համար։ Գլուխ 1. Մատուցողուհին ժառանգորդուհին։ Նոր Թաղ սրճարանը այն վայրը չէր, որը գրավում էր միլիոնատերերին։ Գտնվելով կենտրոնի բանուկ անկյուններից մեկում, մաշված պատերով, փայտե սեղաններով այս բիստրոն մատուցում էր պարզ ուտեստներ, մատչելի գներով։ Այն ապաստարան էր ուսանողների, արվեստագետների, թաղամասի մասնագետների համար, ովքեր փնտրում էին լավ սուրճ անհավակնոտ միջավայր։ Հենց այստեղ էր, որ Լուսինեն աշխատում էր արդեն 2 տարի, կրկնակի հերթափոխները համատեղելով ԵՓՀ-ի հոգեբանության ֆակուլտետի դասերի հետ։ Մայիսյան այդ անձրոտ կեսօրին, երբ Երանը վերածվել էր անձրանոցների անհամբեր ազդանշանների լաբիրինթոսի, Լուսինեի աչքերը ծանրացել էին քննություններին նախապատրաստվելու անքուն գիշերվանից հետո։ Նրա ձեռքերը, կարմրած անընդհատ սկուտեղներ տանելուց, սեղաններ մաքրելուց, ավտոմատ կերպով շարժվում էին պատվերների մեջ։ Հենց այդ պահին սրճարանի դուռը բացվեց, ժամանակը կարծես կանգ առավ։ Արմեն Մելիքյանը, Արագիր Թեքնոլոջիս-ի հիմնադիրը, ներս մտավ այնպես, կարծես մոլորվել էր դեպի Որե Աստղանի ռեստորան տանող ճանապարհին։ Բարձրահասակ, կատարյալ կտրվածքով ճերմակած մազերով մի վերարկուով, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան Լուսինեի 6 ամսվա վարձը, նա բռնել էր բարդ հյուսքով հավաքված մուգ մազերով մի աղջնակի ձեռքը։ Այդ մարդու մեջ ինչ-որ տեղին չէր, կարծես անընդհատ նայում էր հեռավոր հորիզոնին։ Սեղան 2 հոգու համար, խնդրեց նա մի ձայնով, որը կարծես սովոր էր խորհրդակցությունների սենյակներում հրամաններ տալուն։ Լուսինեն նրանց ուղեկցեց դեպի անկյունի սեղանը, նկատելով հոր դստեր միջ տիրող ծանր լռությունը։ Մյուս հաճախորդները սկսեցին շշնջալ, ճանաչելով միլիարդատիրոջը, ով հազվադեպ էր հանրությանը ներկայանում 3 տարի առաջ իր կնոջ կյանքը խլած դժբախտ պատահարից հետո։ Դուք այն ծալվող հեռախոսի մարդն եք, ասաց Մարիամը, սրճարանի տիրուհին, մոտենալով նյարդային ժպիտով։ Իմ տղան առանց Արագիլֆոնի չի կարողանում։ Արմենը քաղաքավարի գլխով արեց, բայց նրա աչքերը շարունակում էին հեռուն նայել։ Դուստրը, որին Լուսինեն մոտ 10 տարեկան համարեց, կարծես ընկղմված էր իր աշխարհում, իր տարիքին ոչ բնորոշ քննադատական հայացքով ուսումնասիրելով տարածքը։ Սոնա, կանչեց հայրը, ինչ-որ բան ընտրիր ճաշացանկից։ Աղջիկն առաջին անգամ աչքերը բարձրացրեց դեպի Լուսինեն, այդ հայացքի լարվածության մեջ ինչ-որ բան ստիպեց մատուցողուհուն սարսուռ զգալ։ Դա մանկական հայացք չէր, այն հաշվարկված էր, մարտահրավեր նետող։ Այս աթոռը կեղտոտ է, հայտարարեց Սոնան, մատնացույց անելով միանգամայն մաքուր անկյունը։ Կարող եմ ստուգել ձեզ համար, պատասխանեց Լուսինեն, պահպանելով պրոֆեսիոնալ տոնը, մինչ մի կտորով սրբում էր արդեն իսկ մաքուր աթոռը։ Սոնան ժպտաց, բայց այդ ժեստի մեջ ուրախություն չկար։ Դեռ կեղտոտ է։ Արմենը հոգոց հանեց։ Սոնա, խնդրում եմ։ Ինձ չի հետաքրքրում, այն կեղտոտ է, թե ոչ, ասաց Լուսինեն, հանգիստ ծալելով կտորը։ Ինձ հետաքրքրում է, դու իրոք ուզում ես նստել դրա վրա, թե ուղղակի ստուգում ես, թե որքան երկար կարող եմ մաքրել մի բան, որն արդեն մաքուր է։ Սոնայի աչքերը մի պահ լայն բացվեցին, Արմենը նայեց Լուսինեին այնպես, կարծես նա հենց նոր վնասազերծել էր ռումբ։ Պատվերը եկավ։ Էսպրեսո նրա համար, տաք շոկոլադ բնական սենդվիչ, աղջկա համար։ Մինչ Լուսինեն հեռանում էր, լսեց Սոնայի ձայնը, որը բողոքում էր դեկորից, անձրի աղմուկից, նույնիսկ սուրճի հոտից, ամեն ինչ հաշվարկված էր արձագանքներ հրահրելու համար։ Երբ Լուսինեն վերադարձավ պատվերներով, զգուշորեն սենդվիչը դրեց Սոնայի առջ։ Աղջիկն այն ուսումնասիրեց այնպես, կարծես այլմոլորակային առարկա լիներ։ Հացի մի կողմն ավելի ոսկեգույն է, քան մյուսը, հայտարարեց նա, քիթը կնճռոտելով։ Այդպես է լինում, երբ այն տեղում են պատրաստում, պատասխանեց Լուսինեն։ Դա ապացուցում է, որ արդյունաբերական չէ։ Սոնան չպատասխանեց։ Փոխարենը մի դիտավորյալ շարժումով, որը Լուսինեն հասկացավ, որ փորձված էր, ափսեն հրեց դեպի սեղանի եզրը։
Այն շխկոցով ընկավ գետնին, հազարի տերներն ու լոլիկները սփռելով փայտե հատակին։ Ամբողջ սրճարանը լռեց։ Արմենը մի պահ փակեց աչքերը, կարծես մտքում մինչ 10 էր հաշվում։ Երբ բացեց դրանք, դեմքին մի հոգնածություն կար, որը ոչ մի հարստություն չէր կարող բուժել։ Սոնա, սա անընդունելի է, ամոթալի, երես առած երեխայի պահվածքի նման, լրացրեց Լուսինեն, կռանալով, առանց զայրույթ ցույց տալու թափթփվածքը մաքրելու համար։ Նա ուղիղ նայեց Սոնային։ Այս համարը նախկինում տեսել եմ։ Տեխնիկապես կատարումը լավն էր, արագ շարժում, կատարյալ ժամանակացույց, բոլորին անակնկալի բերելու համար։ Բայց ինքնատիպությունը պակասում էր։ Ես կգնահատեի, ասենք, 10-ից 6։ Սրճարանը շարունակում էր լուռ մնալ։ Սոնան թարթեց, առաջին անգամ տեսանելիորեն շփոթված։ Ինչ, հարցրեց աղջիկը։ Քո ներկայացումը, բացատրեց Լուսինեն, հավաքելով սենդվիչի վերջին կտորները։ Եթե ուզում ես ցնցել մարդկանց, պետք է ավելի ստեղծագործ լինես։ Սա չափազանց պարզունակ է։ Ցանկացած 5 տարեկան երեխա նույնը կաներ։ Իրական զգացմունքի ստվեր անցավ Սոնայի դեմքով, զայրույթի հետաքրքրասիրության մեջ ինչ-որ բան։ Այդ պատասխանի համար սցենար չկար։ Մեկ այլ սենդվիչ կբերեմ, շարունակեց Լուսինեն, ոտքի կանգնելով։ Եվ այս անգամ, եթե դուրս չգա, առաջարկում եմ գոնե ավելի հետաքրքիր բողոք հորինես, նախքան այն գետնին նետելը։ Հեռանալիս Լուսինեն զգաց Արմեն Մելիքյանի հայացքը, որը հետում էր իրեն։ Նրա հայացքում հիմա ինչ-որ տարբեր բան կար, հույսի փայլ, գուցե, կամ պարզապես հետաքրքրասիրություն։ Ճաշի մնացած մասն անցավ առանց միջադեպերի։ Սոնան լուռ խորհրդածելով կերավ երկրորդ սենդվիչի կեսը, երբեմն հայացքներ նետելով Լուսինեի վրա, ով սպասարկում էր մյուս սեղաններին, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Երբ ավարտեցին, Արմենը առատ թեյավճար թողեց դստերը դուրս տարավ։ Սակայն դուրս գալուց առաջ մոտեցավ վաճառասեղանին, որտեղ Լուսինեն բաժակներ էր դասավորում։ Դուք առաջին մարդն եք, ով 5 րոպեի ընթացքում չգոռաց նրա վրա, չլացեց կամ աշխատանքից ազատվելու դիմում չգրեց, մեկնաբանեց նա ցածր տոնով։ Լուսինեն ուսերը թոթվեց։ Նա քմահաճություն չի անում։ Նա սահմաններ է ստուգում, հետողականություն է փնտրում։ Դա վերահսկողության ռազմավարություն է։ Դուք հոգեբանություն եք ուսումնասիրում։ 3-րդ կուրս ԵԲ-ում։ Եվ նա մեծացել եմ 4 կրտսեր եղբայրների հետ, պատասխանեց նա, ձեռքերը սրբելով գոգնոցով։ Արմենը մտածկոտ գլխով արեց։ Նա բաճկոնի ներքին գրպանից հանեց մի այցեքարտ դրեց վաճառասեղանին։ Եթե հետաքրքրված եք լրացուցիչ գումար վաստակելով, լրացուցիչ դասեր տալով, կապվեք ինձ հետ, ասաց նա, նայելով Սոնային, որն անհամբեր սպասում էր դռան մոտ։ Սոնան շատ խելացի է, բայց բարդ։ Այս տարի արդեն 10 մասնավոր ուսուցիչ ենք փորձել։ Լուսինեն վարանելով վերցրեց այցեքարտը։ Այն ծանր էր, պատրաստված ինչ-որ մետաղի նման նյութից, վրան դաջված էին միայն անուն հեռախոսահամար։ Կմտածեմ, ազնվորեն պատասխանեց նա։ Նրանց հեռանալուց հետո Մարիամը մոտեցավ, աչքերը լայն բացված։ Դու հենց նոր նկատողություն արեցիր Արմեն Մելիքյանի դստերը։ Գիտես, ով է նա։ Այդ մարդը Երանի կեսի տերն է։ Լուսինեն այցեքարտը դրեց գրպանը։ Այդ աղջկան շողոքորթություն պետք չէր։ Նրան պետք էր մեկը, ով չէր վախենա իրենից։ Այդ գիշեր, Արաբկիրում գտնվող իր փոքրիկ, ընդհանուր բնակարանում, Լուսինեն նայում էր սեղանի վրա դրված այցեքարտին, վերանայելով հաջորդ օրվա քննության նշումները։ Մանկական հոգեախտաբանության դասախոսի խոսքերն արձագանքում էին մտքում։ Հաճախ խնդրահարույց վարքագիծը ընդամենը շատ ավելի խորը հուզական այսբերգի տեսանելի գագաթն է։ Դրսում անձրը շարունակում էր տեղալ, լվանալով Երանի փողոցները։ Լուսինեն նայեց գրքերի կողքին կուտակված հաշիվներին, ուշացման նախազգուշացումով համալսարանի ուսման վարձի անդորրագրին, հետո նորից Արմեն Մելիքյանի մետաղյա այցեքարտին։ Ինչ ես թաքցնում, Սոնա, մրմնջաց ինքն իրեն, այցեքարտը պտտեցնելով մատների մեջ։ Նա գաղափար անգամ չուներ, որ շուտով կբացահայտեր դա։ Գլուխ 2 առաջարկը։ 3 օր անցավ, մինչ Լուսինեն վերջապես զանգահարեց մետաղյա այցեքարտի վրայի համարով։ Քննական շաբաթն ավարտվել էր, նրան թողնելով ուժասպառ, բայց թեթացած։ Այժմ նստած բնակարանի փոքրիկ պատշգամբում, Կոմիտասի պողոտայի երթեկության աղմուկի ներքո, նա նայում էր հեռախոսի էկրանին, արդեն հավաքված համարով։
Դա ընդամենը հարցազրույց է մասնավոր դասերի համար, մրմնջաց ինքն իրեն, փորձելով անտեսել ստամոքսի սառնությունը։ Ինչ կարող է սխալ լինել։ Պատասխանող ձայնը Արմեն Մելիքյանինը չէր, այլ մի արդյունավետ քարտուղարուհու, ով լսելով Լուսինեի անունը, անմիջապես փոխանցեց զանգը։ Օրիորդ Լուսինե, մյուս կողմից հնչեց Արմենի խորը ձայնը։ Սկսում էի մտածել, որ չեք զանգահարի։ Քննական շաբաթ էր, բացատրեց նա, զարմանալով սեփական անկեղծության վրա։ Մարդկանց մեծամասնությունը ավելի բարդ պատճառաբանություններ կհորիներ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի համար։ Հասկանում եմ։ Դեռ հետաքրքրված եք Սոնայի հետ աշխատանքի մասին խոսելով։ Այո, բայց պետք է ավելի լավ հասկանամ, թե ինչի մասին է խոսքը։ Դադար եղավ։ Նախընտրում եմ դա քննարկել անձամբ։ Կարող եք վաղը ժամը 14:00-ին գալ իմ գրասենյակ։ Հաջորդ օրը Լուսինեն հայտնվեց Հյուսիսային պողոտայի սրտում գտնվող ապակե պողպատե աշտարակի առջ։ Արագիլ Technologies-ի շենքը կարծես մարտահրավեր էր նետում ձգողականությանը, իր թեք կառուցվածքով, որն արտացոլում էր քաղաքի մոխրագույն երկինքը։ Ընդունարանում նրա անունն արդեն ցուցակում էր, նրան սպասում էր անցագիր։ Վերելակը նրան հասցրեց վերջին հարկ մի արագությամբ, որից ականջները փակվեցին։ Դռները բացվեցին դեպի մի միջավայր, որն ավելի շատ ժամանակակից արվեստի պատկերասրահ էր հիշեցնում, քան գրասենյակ։ Սպիտակ պատեր, մինիմալիստական կահույք հատակից առաստաղ ձգվող պատուհաններ, որոնք բացում էին մայրաքաղաքի համայնապատկերը։ Օրիորդ Սարգսյան։ Մոտեցավ անթերի բլեյզերով մի օգնական։ Պարոն Մելիքյանը սպասում է ձեզ։ Լուսինեին ուղեկցեցին ժամանակակից արվեստի գործերով զարդարված միջանցքով դեպի մի ընդարձակ սենյակ, որտեղ Արմեն Մելիքյանը կանգնած էր, պատուհանից դիտելով քաղաքը։ Նա շրջվեց, երբ Լուսինեն ներս մտավ, նրա հոգնած դեմքը թեթակի լուսավորվեց։ Շնորհակալ եմ, որ եկաք, ասաց նա, մատնացույց անելով նրբաճաշակ դիզայնով բազկաթոռը։ Ինչ-որ բան կխմեք։ Ջուր, շնորհակալություն, պատասխանեց Լուսինեն, նստելով ուղղելով իր միակ բլեյզերը, որը գնել էր 2 տարի առաջ զեղչով։ Երբ օգնականը դուրս եկավ, Արմենը նստեց Լուսինեի դիմաց, նրան ուսումնասիրելով մի վերլուծական հայացքով, որը հավանաբար օգտագործում էր բարձր մակարդակի բանակցություններում։ Ուրեմն, սկսեց նա, դուք հոգեբանություն եք ուսումնասիրում։ Այո, ԵԲ-ում։ Երրորդ կուրս։ Եվ աշխատում եք որպես մատուցողուհի, ապրուստի համար։ Դա հարց չէր, բայց Լուսինեն գլխով արեց։ Ես տեղեկություններ եմ հավաքել ձեր մասին, շարունակեց նա անկեղծորեն։ Լուսինե Սարգսյան, 23 տարեկան։ Ծնվել է Գյումրիում, 4 տարի առաջ տեղափոխվել Երևան։ Մասնակի կրթաթոշակառու, պահպանում է գերազանց գնահատականներ, չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանը։ Ձեր դասախոսները շատ լավ են արտահայտվում ձեր մասին։ Լուսինեն սարսուռ զգաց։ Դա անձնական տվյալների ներխուժում է։ Արմենը կարծես չվիրավորվեց։ Դա նախազգուշական միջոց է։ Սոնան սովորական երեխա չէ։ Նկատել եմ, պատասխանեց Լուսինեն, վերականգնելով ինքնատիրապետումը։ Ինչ եք կոնկրետ փնտրում, պարոն Մելիքյան։ Մասնավոր ուսուցչուհի։ Որովհետև կան մասնագետներ, ովքեր ինձնից շատ ավելի որակավորված են։ Ես արդեն բարձել եմ երկրի լավագույն մանկավարժներին, հոգեբան մանկավարժներին, դաստիարակներին։ Ոչ ոք մի քանի շաբաթից ավել չի դիմացել։ Նա վարանեց, մի պահ նրա ինքնատիրապետման դիմակը սահեց, բացահայտելով անհանգիստ հոր դեմքը։ Սոնան լարված է։ Այն բանից հետո, երբ մայրը մեզ լքեց, նա գնալով ավելի դժվար է դարձել։ Թեստերը ցույց են տալիս բացառիկ եք, բայց նա այդ խելքն օգտագործում է մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու, սահմանները ստուգելու, հեռացնելու համար։ Իսկ ես ինչ կապ ունեմ դրա հետ, հարցրեց Լուսինեն, թե արդեն կասկածում էր պատասխանը։ Դուք առաջին մարդն եք, ով նրան զինաթափեց։ Ես տեսա, թե ինչպես արձագանքեցիք սրճարանում։ Առանց վախի, առանց շողոքորթության, առանց դրամայի։ Նա առաջ թեքվեց։ Ես ուսուցչուհի չեմ փնտրում։ Ես փնտրում եմ մեկին, ով կարող է Սոնայի հետ լինել դպրոցից հետո հանգստյան օրերին։ Մեկին, ով նրան չի վերաբերվի որպես անձեռնմխելի արքայադստեր կամ լուծում պահանջող խնդրի։ Լուսինեն թարթեց, մտածելով առաջարկի մասին։ Դուք ինձ աշխատանք եք առաջարկում որպես դայակ։ Որպես դաստիարակ, ուղղեց նա։ Աշխատավարձի տարբերությունը զգալի կլինի։ Որքան։
Արմենը նշեց մի գումար, որից Լուսինեն կուլ տվեց։ Դա ավելին էր, քան նա կվաստակեր սրճարանում մի ամբողջ տարում։ Բացի այդ, շարունակեց նա, ես կհոգամ ձեր համալսարանական բոլոր ծախսերը։ Ուսման վարձը, նյութերը, նույնիսկ ավելի մոտ բնակարան։ Ինչու ես, անկեղծորեն հարցրեց նա։ Պետք է որ լինեն դժվար երեխաների հետ աշխատելու համար վերապատրաստված մասնագետներ։ Որովհետև Սոնան արձագանքեց ձեզ, պարզապես պատասխանեց նա։ Եվ որովհետև դուք սովորում եք հասկանալու նրա նման մարդկանց, ոչ թե պարզապես վերահսկելու նրանց։ Լուսինեն խորը շունչ քաշեց, փորձելով ամեն ինչ յուրացնել։ Առաջարկը չափազանց գայթակղիչ էր իրական լինելու համար, ինչը նշանակում էր, որ կար մի բացասական կողմ, որը նա դեռ չէր տեսնում։ Որտեղ է Սոնան հիմա։ Դպրոցում։ Միջազգային հաստատությունում, որտեղ սովորում է անգլերեն, ֆրանսերեն, հայերեն։ Ակադեմիական առումով նա շատ լավ է սովորում։ Խնդիրները սոցիալական վարքային ոլորտում են։ Իսկ նրա մայրը։ Լուսինեն վարանեց, գիտակցելով, որ նուրբ թեմայի է անդրադառնում։ Արմենի դեմքը գրեթե աննկատելիորեն խստացավ։ Նարեն մեզ լքեց 3 տարի առաջ։ Դժբախտ պատահար ընտանեկան կալվածք կատարած այցի ժամանակ։ Սոնան ներկա էր։ Լուսինեն գլխով արեց, չպնդելով մանրամասների համար։ Իսկ այլ հարազատներ։ Քույրս, Անահիտը, օգնում է մեզ։ Նա ինձնից բացի միակ մարդն է, ում Սոնան հանդուրժում է, թե նրանց հարաբերությունները բարդ են։ Նա դադար տվեց։ Անահիտն առաջարկել է գիշերօթիկ դպրոցներ, ինտենսիվ թերապիաներ։ Ես դիմադրում եմ։ Սոնան արդեն շատ բան է կորցրել։ Այնտեղ էլի ինչ-որ բան կար, նկատեց Լուսինեն։ Ինչ-որ ընտանեկան դինամիկա, որը Արմենն ամբողջությամբ չէր բացահայտում։ Կարող եմ մտածել ձեր առաջարկի մասին, խնդրեց նա։ Իհարկե։ Նա ոտքի կանգնեց, կողքի սեղանից վերցնելով մի թղթապանակ։ Ահա նախնական պայմանագիրը, որտեղ մանրամասն նշված են աշխատավարձը, արտոնությունները, պարտականությունները։ Որքան ժամանակ անհրաժեշտ է, վերանայեք։ Երբ Լուսինեն դուրս եկավ շենքից, կեսօրվա արը ոսկեգույն էր ներկում շենքերը։ Թղթապանակը թիտակ, նա մետրո նստեց դեպի տուն, որտեղ բնակարանի ընկերուհին, Կարինեն, անհամբեր սպասում էր նորություններին։ Դե ինչպես էր, հարցրեց Կարինեն, հենց որ Լուսինեն ներս մտավ։ Միլիարդատերն ուզում է, որ դու իր հանճարեղ դստերը դաս տաս։ Ոչ այնքան։ Լուսինեն իրեն գցեց մաշված բազմոցին, դեռ շփոթված։ Նա ուզում է, որ ես լինեմ մի տեսակ դաստիարակ, ուղեկից լավ չգիտեմ անվանումը։ Իսկ որքան է առաջարկում։ Երբ Լուսինեն նշեց գումարը, Կարինեն քիչ մնաց սուրճի բաժակը գցեր։ Կատակ ես անում։ Այդ գումարով դու կվճարես համալսարանի վարձը, կօգնես ընտանիքիդ ու դեռ կավելանա։ Գիտեմ, բայց այս ամենի մեջ մի տարօրինակ բան կա։ Լուսինեն բացեց թղթապանակը, աչքի անցկացնելով պայմանագիրը։ Ինչու ես։ Ես ընդամենը ուսանողուհի եմ։ Նա կարող էր ցանկացած մասնագետի վարձել։ Գուցե որովհետև դու աղջկան չվերաբերվեցիր այնպես, կարծես նա բյուրեղից պատրաստված լիներ կամ հրեշ լիներ, առաջարկեց Կարինեն, ուսերը թոթվելով։ Երբեմն դժվար երեխաներին հենց դա է պետք, մեկը, ով նրանց տեսնում է այնպիսին, ինչպիսին կան, առանց վախի։ Այդ գիշեր Լուսինեն չկարողացավ քնել։ Արմեն Մելիքյանի առաջարկը պտտվում էր գլխում Սոնայի մարտահրավեր նետող դեմքի հետ միասին։ Այդ աղջկա մեջ ինչ-որ բան կար, վայրի խելք, զուգորդված խորը տխրությամբ, որը նրան հետաքրքրում էր մասնագիտորեն հուզում անձնապես։ Առավոտյան նրա որոշումը կայացված էր։ Նա զանգահարեց մետաղյա այցեքարտի վրայի համարով։ Պարոն Մելիքյան։ Լուսինե Սարգսյանն է։ Ես ընդունում եմ աշխատանքը, բայց մի քանի պայման ունեմ։ 2 օր անց Լուսինեն կանգնած էր Երանի ամենաէլիտար թաղամասերից մեկում, կենտրոնում գտնվող բնակելի շենքի առջ։ Դռնապանը, արդեն տեղեկացված նրա ժամանման մասին, ուղեկցեց նրան դեպի անձնական վերելակը, որն ուղիղ տանում էր դեպի Ձեղնահար։ Երբ դռները բացվեցին, նա մտավ մի բնակարան, որը կարծես ճարտարապետական ամսագրից լիներ։ Ընդարձակ տարածքներ, մինիմալիստական կահույք, խնամքով ընտրված արվեստի գործեր։ Ամեն ինչ սպիտակի, մոխրագույնի կապույտի երանգներում էր, ստեղծելով էլեգանտ, բայց սառը մթնոլորտ։ Արմեն Մելիքյանը դուրս եկավ նրան դիմավորելու, ավելի հանգիստ հագնված, քան գրասենյակում, թե նրա հանգիստը դեռ թանկարժեք բուտիկից էր թվում։
Բարի գալուստ, ասաց նա, ձեռքը մեկնելով։ Սոնան իր սենյակում է։ Ասաց, որ չի ուզում ծանոթանալը վանելու համար հերթական դայակի հետ։ Լուսինեն ժպտաց։ Հիանալի է։ Դա նշանակում է, որ առջում հետաքրքիր մարտահրավեր ունենք։ Արմենը նրան շրջեցրեց բնակարանով, ցույց տալով սենյակը, որտեղ նա կմնար պայմանավորված օրերին, բացատրելով տան առօրյան։ Երբ հասան մոլորակների կպչուն պիտակներով զարդարված փակ դռան մոտ, նա կանգ առավ։ Սա Սոնայի սենյակն է։ Հաջողություն։ Լուսինեն խորը շունչ քաշեց թակեց դուռը, պատրաստվելով Մելիքյանների անսանձ ժառանգորդուհու հետ բազմաթիվ բախումներից առաջինին։ Գլուխ 3. Առաջին մարտերը։ Հեռացիր։ Սենյակի ներսից եկող մանկական ձայնի մեջ քաղցրություն չկար։ Ինձ դայակ պետք չէ։ Լուսինեն, պատասխանելու փոխարեն, հենվեց դռան կողքի պատին սահելով նստեց գետնին, պայուսակից հանելով մանկական հոգեբանության մաշված մի գիրք։ Սկսեց բարձրաձայն կարդալ, կարծես միջանցքում մենակ լիներ։ Դժվար վարքագիծ դրսորող երեխաները հաճախ փորձում են վերահսկողություն ձեռք բերել մի աշխարհում, որտեղ իրենց անզոր են զգում, կարդաց նա դանդաղ։ Պարադոքսն այն է, որ որքան շատ ենք փորձում վերահսկել այդ վարքագիծը հեղինակության միջոցով, այնքան ավելի շատ դիմադրության ենք հանդիպում։ Դռան մյուս կողմում մի պահ լռություն տիրեց։ Ինչ ես անում, վերջապես հարցրեց Սոնայի ձայնը, այժմ ավելի մոտ դռանը։ Պարապում եմ, անփութորեն պատասխանեց Լուսինեն։ Հաջորդ շաբաթ քննություն ունեմ։ Ներս չես գալու։ Ոչ։ Դու ասացիր, որ հեռանամ, սա քո տարածքն է։ Ես հարգում եմ դա։ Էլի լռություն։ Հետո դանդաղ դռան բռնակը պտտվեց, դուռը մի քանի սանտիմետր բացվեց։ Ճեղքից հայտնվեց մի մուգ, կասկածամիտ աչք։ Դու սրճարանի մատուցողուհին ես, փաստեց Սոնան։ Իսկ դու այն աղջիկն ես, ով սենդվիչը գետնին նետեց, պատասխանեց Լուսինեն, գրքից աչքերը չբարձրացնելով։ 10-ից 6 գնահատական ներկայացման համար, հիշում ես։ Սոնան դուռն ավելի լայն բացեց, ամբողջությամբ եռալով։ Նա հագել էր մետի լայն սվիտեր համաստեղությունների նախշերով գիշերանոցի տաբատ։ Նրա մուգ, այժմ արձակված մազերը շրջանակում էին խելացի դեմքը, որը կարծես տատանվում էր մանկության վաղաժամ հասունության միջ։ Հայրս քեզ վարձել է ինձ վերահսկելու համար։ Հայրդ ինձ վարձել է քեզ հետ ժամանակ անցկացնելու համար, ուղղեց Լուսինեն, վերջապես նայելով աղջկան։ Ինչ կանենք այդ ժամանակի հետ, կախված է երկուսիցս։ Սոնան ձեռքերը խաչեց։ Ես այս տարի արդեն 10 դաստիարակի եմ վանել։ Տպավորիչ է, մեկնաբանեց Լուսինեն, փակելով գիրքը։ Ո՞րն էր քո սիրելի մարտավարությունը։ Հարցը կարծես անակնկալի բերեց Սոնային։ Նա թարթեց, վերահաշվարկելով իր մոտեցումը։ Մի մաթեմատիկայի ուսուցչուհու ստիպեցի լաց լինել, երբ ապացուցեցի, որ նրա դասավանդման մեթոդը 20 տարով հնացած է, վերջապես պատասխանեց նա, ձայնի մեջ հպարտության նոտայով։ Նա նույն օրը դիմում գրեց։ Ստեղծագործ է, գնահատեց Լուսինեն։ Բայց մի քիչ կանխատեսելի։ Մասնագիտական իրավասության վրա հարձակվելը հիմնականն է։ Դու ինչ գիտես դրա մասին, մարտահրավեր նետեց Սոնան։ Գիտեմ, որ երբ ինչ-որ մեկը հուսահատորեն փորձում է բոլորին հեռու պահել, դա սովորաբար նշանակում է, որ վախենում է մտերմանալուց։ Սոնայի աչքերը նեղացան։ Դու իմ հոգեբանը չես։ Ոչ, համաձայնեց Լուսինեն, ոտքի կանգնելով։ Ես այն մատուցողուհին եմ, ով չտպավորվեց քո փոքրիկ շոուից սրճարանում։ Եվ հիմա քաղցած եմ։ Գնում եմ ուտելու բան պատրաստեմ։ Եթե ուզում ես, կարող ես գալ։ Եթե ոչ, դա էլ է նորմալ։ Առանց պատասխանի սպասելու Լուսինեն ուղղվեց դեպի բնակարանի խոհանոց, մի նրբաճաշակ տարածք, վերջին սերնդի տեխնիկայով, որը կարծես հազվադեպ էր օգտագործվում։ Սկսեց ուսումնասիրել պահարաններն ու սառնարանը, գտնելով դրանք զարմանալիորեն լավ համալրված։ Րոպեներ անց, մինչ նրբաբլիթի խմոր էր հարում, մի ներկայություն զգաց։ Սոնան լուր տեղավորվել էր խոհանոցի բարձր աթոռներից մեկին, նրան հետաքրքրությամբ դիտելով։ Դու իսկապես գիտես եփել, թե՞։ Ուղղակի ծածնում ես, հարցրեց աղջիկը։ Ես մեծացել եմ 4 կրտսեր եղբայրներիս համար եփելով, մինչ ծնողներս աշխատում էին, պատասխանեց Լուսինեն, խմորը լցնելով թավայի մեջ։ Սա ծածնել չէ, սա անհրաժեշտություն է։ Սոնան մի քանի րոպե լուր դիտում էր, նրա հայացքը հաշվարկող էր, վերլուծող։
Մայրս սիրում էր եփել, հանկարծ ասաց նա, ձայնը կորցնելով իր սովորական կծվությունը։ Լուսինեն գլխով արեց, չխորանալով նուրբ թեմայի մեջ։ Սիրած ուտեստ ունես։ Նրբաբլիթներ ազնվամորու օշարակով պատասխանեց Սոնան, հետո կարծես հասկանալով, որ զգոնությունը թուլացրել է, արագ ավելացրեց. Բայց դու հավանաբար չգիտես, թե ինչպես պատրաստել։ Լուսինեն ժպտաց, նորից բացելով սառնարանը։ Բախտդ բերել է, որ այստեղ ազնվամորի կա։ Հաջորդ շաբաթները հաստատեցին անկայուն առօրյա։ Լուսինեն բնակարան էր գալիս շաբաթը 3 անգամ, Սոնայի դասերից հետո շաբաթ առավոտյան։ Աղջիկը տատանվում էր հաշվարկված թշնամանքի պահերի կարճած զինադադարի շրջանների մեջ, երբ նրա բնական հետաքրքրասիրությունը գերազանցում էր հեռավորություն պահպանելու անհրաժեշտությանը։ Մի առանձնապես դժվար օր Լուսինեն եկավ, բնակարանը լուռ գտնելով։ Տնային տնտեսուհին, տիկին Սիրանուշ անունով մի համեստ կին, տեղեկացրեց, որ Սոնան փակվել է սենյակում մորաքրոջ հետ բուռն վիճաբանությունից հետո, ով րոպեներ առաջ էր հեռացել։ Աղջիկն այդպես է, երբ տիկին Անահիտը գնաց, շնջաց տիկին Սիրանուշը։ Գոռում էր, որ չի ուզում գնալ Շվեյցարիա։ Լուսինեն թակեց Սոնայի դուռը, բայց պատասխան չստացավ։ Այս անգամ միջանցքում սպասելու փոխարեն դռան տակով մի թուղթ սահեցրեց, քնած կատվի պարզ նկար, երբ ուզենաս խոսել, հեռուստացույցի սենյակում կլինեմ։ Առանց ճնշման գրությամբ։ 2 ժամ անց, մինչ Լուսինեն նյարդաբանության մասին վավերագրական ֆիլմ էր դիտում, Սոնան հայտնվեց, աչքերը թեթակի այտուցված։ Մորաքույրս ուզում է ինձ ժնի գիշերօթիկ դպրոց ուղարկել, հայտարարեց նա նստելով բազմոցի մյուս ծայրին։ Իսկ դու չես ուզում գնալ, ենթադրեց Լուսինեն։ Նա ասում է, որ դա իմ լավի համար է, որ այնտեղ լավագույն ուսուցիչներն են, որ ես կզարգացնեմ իմ ներուժը։ Սոնան մատներով օդում ճակերտներ արեց, ձայնը լի արհամարհանքով։ Բայց գիտեմ, որ նա ուղղակի ուզում է ինձ հորիցս հեռացնել։ Ինչո՞վ։ Սոնան վարանեց, հայացքը զգուշավոր դարձավ։ Մեծերի գործեր են։ Փող։ Նա կարծում է, որ կարող է վերահսկել հորս, եթե ես մոտակայքում չլինեմ։ Լուսինեն գլխով արեց, չկասկածելով զարմանալիորեն հասուն վերլուծությանը։ Իսկ հայրդ ինչ է մտածում գիշերօթիկի գաղափարի մասին։ Նա շփոթված է։ Սոնան նայեց իր ձեռքերին։ Այն բանից հետո, երբ մայրիկը գնաց, նա չգիտի, ինչ անել ինձ հետ։ Խոստովանության մեջ մի խոցելիություն կար, որը Լուսինեն այդքան շուտ չէր սպասում։ Զգուշորեն առաջարկեց. Երբեմն մեծահասակները կորչում են, երբ կորուստների են բախվում, նույնիսկ եթե մեծահասակ են։ Սոնան նրան լարված նայեց։ Ինչու՞ չես հարցնում, թե ինչպես է մայրս մահացել։ Բոլորը միշտ հարցնում են։ Որովհետև դա իմ գործը չէ, եթե դու չուզենաս, որ լինի։ Պատասխանը կարծես բավարարեց Սոնային, ով տեսանելիորեն հանգստացավ բազմոցին։ Կարող եմ ուրիշ վավերագրական ֆիլմ ընտրել, հարցրեց նա թեման փոխելով։ Սա շատ պարզունակ է։ Առաջին մեծ հաղթանակը գրանցվեց գրեթե 1 ամիս անց։ Լուսինեն բնակարան եկավ, գտնելով Սոնային Արմենին, ովքեր կարծես շաբաթների ընթացքում առաջին անգամ միասին էին ճաշում։ Հոր դստեր միջ սովորական լարվածություն կար, բայց կար նա հաղորդակցվելու անկեղծ ջանք։ Լուսինե, կանչեց նրան Սոնան մի աշխուժությամբ, որը զարմացրեց բոլորին, ներառյալ հենց աղջկան։ Արի տես, ինչ եմ հավաքել։ Սենյակում Սոնան իր աշխատասեղանը վերածել էր ինքնաշեն լաբորատորիայի, պրոֆեսիոնալ թվացող մանրադիտակով խնամքով պատրաստված նմուշներով։ Սրանք իմ IT բջիջներն են, բացատրեց նա, Լուսինեին հրավիրելով նայելու մանրադիտակով։ Դպրոցում բջջային կենսաբանություն ենք ուսումնասիրում, բայց ուսուցչուհին միայն նկարներ ցույց տվեց։ Ես ուզեցի իրականում տեսնել։ Տպավորիչ է, մեկնաբանեց Լուսինեն, անկեղծորեն հիացած։ Որտեղից սարքավորումները։ Հորս խնդրեցի։ Սոնան ձայնը իջեցրեց։ Նա այնքան զարմացավ, որ ես ինչ-որ բանով հետաքրքրված եմ, որ նույն օրը գնեց ամբողջ հավաքածուն։ Սոնայի քնելուց հետո Արմենը Լուսինեին հրավիրեց պատշգամբ զրուցելու։ Երանյան գիշերը տարածվում էր նրանց ներքում, լույսերի գորգ, որը ձգվում էր մինչ հորիզոն։ Այսօր դպրոցից զանգել էին, ասաց նա, իրեն վիսկի լցնելով։ Ամիսների ընթացքում առաջին անգամ բողոքելու համար չէր։ Ըստ երույթին, Սոնան մասնակցել է դասարանական բանավեճի, զարմանալիորեն ոչ ոքի չի նվաստացրել։ Լուսինեն ժպտաց։ Նա իր խելքի համար այլ ուղիներ է գտնում։
Ինչ ես անում նրա հետ, հարցրեց Արմենը, անկեղծորեն հետաքրքրված։ Անահիտը ամեն ինչ փորձել էր, թանկարժեք հոգեբաններ, մրցանակակիր ուսուցիչներ, նույնիսկ մանկական քոուչինգ, եթե այդպիսի բան գոյություն ունի։ Ես հեղափոխական ոչինչ չեմ անում, պատասխանեց Լուսինեն։ Ես ուղղակի նրան վերաբերվում եմ որպես մարդու, ոչ թե որպես խնդրի կամ նախագծի։ Արմենը նրան նայեց մի նոր տեսակի հարգանքով։ Ինչ էլ որ լինի, դա աշխատում է։ Դժբախտ պատահարից հետո առաջին անգամն է, որ տեսնում եմ դստերս երեխայի պես պահելիս։ Սոնան արտասովոր է, մեկնաբանեց Լուսինեն։ Բայց նա 10 տարեկան աղջիկ է, ով կորցրել է մորը, հուսահատորեն փորձում է այլս ոչ ոքի չկորցնել։ Մի ստվեր անցավ Արմենի դեմքով։ Անահիտը կարծում է, որ ես զգացմունքային եմ նրան այստեղ պահելով։ Պնդում է, որ կառուցվածքային միջավայրը, հեռու ցավալի հիշողություններից, ավելի լավ կլինի։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Որ արդեն չափազանց շատ ժամանակ եմ կորցրել դստերս հետ, պատասխանեց նա մի անկեղծությամբ, որը կարծես զարմացրեց հենց իրեն։ Բայց անհանգիստ եմ։ Անահիտը հազվադեպ է հրաժարվում իր գաղափարներից, նա որոշակի ազդեցություն ունի Սոնայի վրա։ Ինչ տեսակի ազդեցություն։ Արմենը վարանեց։ Անցյալի բաներ։ Բարդ։ Նախքան նա կկարողանար մանրամասնել, հեռախոսը զանգեց։ Նա արագ պատասխանեց, դեմքը փոխվեց այն պրոֆեսիոնալ արտահայտության, որը Լուսինեն արդեն ճանաչում էր։ Պետք է սա լուծեմ, ներողություն խնդրեց նա։ Արտակարգ իրավիճակ ընկերությունում։ Երբ Լուսինեն այդ գիշեր դուրս եկավ բնակարանից, զգում էր, որ մի կարևոր պատնեշ է հաղթահարել։ Սոնան սկսում էր վստահել իրեն, Արմենը նույնպես։ Բայց Անահիտ մորաքրոջ անցյալի բարդ հարցերի մասին հիշատակումները նրան անհանգստացնում էին։ Վերելակում նա ստուգեց հեռախոսի հաղորդագրությունները։ Մի անհայտ համարից կար։ Մենք պետք է խոսենք Սոնայի նրա ապագայի մասին։ Վաղը, ժամը 10:00-ին, Դալմա Գարթեն Մոլի Լա Բրիոշ սրճարանում։ Անահիտ Մելիքյան։ Լուսինեն կուլ տվեց։ Խորհրդավոր մորաքույրը վերջապես ուզում էր ծանոթանալ իր հետ։ Եվ ինչ-որ բան նրան հուշում էր, որ դա հաճելի զրույց չի լինելու։ Գլուխ 4. Ընտանեկան գաղտնիքներ։ Դալմա Գարթեն Մոլի Լա Բրիոշ սրճարանը նրբագեղության օազիս էր Երանի ամենաէքսկլյուզիվ արտրի կենտրոնի ցուցադրական շքեղության մեջ։ Լուսինեն 10 րոպե շուտ ժամանեց, իրեն անտեղի զգալով այն կանանց մեջ, ովքեր ցուցադրում էին բրենդային պայուսակներ զրուցում կենտրոնում կամ Կասկադի մոտ գտնվող իրենց տների մասին։ Դժվար չէր ճանաչել Անահիտ Մելիքյանին, երբ նա ներս մտավ։ Եղբոր հետ նմանությունը զգալի էր, նույն թափանցող աչքերը, նույն անթերի կեցվածքը, որը կարծես ասում էր, ես ծնվել եմ ղեկավարելու համար։ Բայց մինչ Արմենն ուներ մելանխոլիկ հեռավորության աուրա, Անահիտը ճառագում էր սուր հաշվենկատ ներկայություն։ Օրիորդ Սարգսյան, ողջունեց նա, սահուն շարժումով նստելով։ Նա հագել էր անթերի կոստյում համեստ, բայց թանկարժեք զարդեր։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Հետաքրքրեց ձեր հրավերը, պատասխանեց Լուսինեն, վճռականորեն տրամադրված չվախենալու։ Անահիտը նուրբ ժեստ արեց, անմիջապես մի մատուցող հայտնվեց։ Նա էսպրեսո պատվիրեց, մինչդեռ Լուսինեն ընտրեց կապուչինո։ Միայն ըմպելիքները բերելուց հետո Անահիտը նորից խոսեց։ Ես անկեղծ կլինեմ։ Ես անհանգստացած եմ այն ազդեցությամբ, որը դուք ունեք իմ զարմուհու վրա։ Լուսինեն հոնքերը բարձրացրեց։ Ազդեցությամբ։ Սոնան միշտ դժվար է եղել։ Բայց նրա վարքագծում մեթոդ կար։ Նա հուզական հեռավորություն էր պահպանում, ինչը առողջարար է, հաշվի առնելով հանգամանքները։ Անահիտը մի կում սուրճ խմեց։ Հիմա նա բացվում է, կապեր է ստեղծում։ Դա նրան խոցելի է դարձնում։ Խոցելի ինչի՞։ Նկատմամբ կոնկրետ հարցրեց Լուսինեն, զգալով լարվածության աճը։ Ավելի շատ տառապանքի։ Անահիտը բաժակը նրբորեն դրեց ափսեի վրա։ Սոնան խորը տրավմա է ապրել։ Հեռավորության ռազմավարությունը նրա պաշտպանական մեխանիզմն էր։ Կամ նրա բանտը, հակադարձեց Լուսինեն։ Մեկուսացումը պաշտպանություն չէ։ Զայրույթի փայլ անցավ Անահիտի դեմքով, արագորեն քողարկվելով քաղաքավարի ժպիտով։ Դուք հոգեբանության ուսանողուհի եք, այնպես չէ՞։ Երրորդ կուրս։ Պետք է որ հետաքրքիր լինի այդքան վերջնական տեսություններ ունենալը բարդ տրավմաների մասին։
Նվաստացուցիչ մեկնաբանությունը հասավ նպատակին, բայց Լուսինեն պահպանեց ինքնատիրապետումը։ Ես վերջնական տեսություններ չունեմ, միայն դիտարկումներ։ Սոնան սկսում է ավելի առողջ ձով հաղորդակցվել, հետաքրքրվել իր տարիքին համապատասխան բաներով։ Եվ դուք կարծում եք, որ դա առաջընթաց է։ Դա հարց չէր։ Իսկ դուք չեք կարծում։ Անահիտը առաջ թեքվեց։ Այն, ինչ ես գիտեմ, այն է, որ իմ զարմուհուն արտասովոր ապագա է սպասվում, եթե նրան չխանգարեն սիրողական միջամտությունները։ Շվեյցարիայի գիշերօթիկ դպրոցը նրա նման բացառիկ երեխաների համար ծրագիր ունի։ Հեռու այստեղի բարդություններից։ Ինչ բարդություններ, պնդեց Լուսինեն։ Իրականում, ինչ է պատահել նրա մոր հետ։ Լարված լռություն տիրեց։ Անահիտը Լուսինեին ուսումնասիրեց մի նոր տեսակի ուշադրությամբ, կարծես վերագնահատելով իր մոտեցումը։ Եղբայրս չի պատմել, ուրեմն։ Նա բացեց իր բրենթային պայուսակը, հանելով հեռախոսը։ Արմենը միշտ պաշտպանել է Սոնային, երբեմն չափից դուրս։ Գուցե ժամանակն է, որ հասկանաք, թե ինչի հետ գործ ունեք։ Նա հեռախոսը սահեցրեց սեղանի վրայով։ Էկրանին 3 տարվա վաղեմության մի հոդված էր։ Գործարար Արմեն Մելիքյանի կինը մահացու վթարի է ենթարկվել ձիավարության ժամանակ։ Ես դա արդեն գիտեի, ասաց Լուսինեն, սարքը վերադարձնելով։ Բայց չգիտեք, թե ինչ է տեղի ունեցել դրանից առաջ։ Անահիտն արգելափակեց էկրանը։ Սոնան այնտեղ էր։ Սարսափելի վիճաբանություն է ունեցել մոր հետ, վթարից րոպեներ առաջ։ Վերջին խոսքերը, որ ասել է Նարեին, եղել են՝ ես քեզ ատում եմ։ Նա դադար տվեց, թույլ տալով, որ տեղեկությունը տեղ հասնի։ Րոպեներ անց Նարեի ձին վախեցավ, նա ընկավ։ Անահիտը նախադասությունը չավարտեց։ Լուսինեն կոկորդում կոշտուկ զգաց։ Սոնան իրեն է մեղադրում։ Իսկ ինչպես չմեղադրի։ Նա չափազանց խելացի է, որպեսզի կապը չտեսնի։ Անահիտը հեռախոսը դրեց պայուսակի մեջ։ Այդ պատճառով նրան պետք է կառուցվածք, հուզական հեռավորություն։ Ոչ թե մեկը, ով խրախուսում է նրան վերապրել զգացմունքներ, որոնք նա չի կարողանում հաղթահարել։ Կամ գուցե նրան հենց հակառակն է պետք, վիճեց Լուսինեն, վերականգնելով վճռականությունը։ Գուցե նա պետք է դիմակայի այդ զգացմունքներին, որպեսզի հաղթահարի դրանք, փոխարենը ճնշելու, մինչ դրանք այլ ձերով պայթեն։ Անահիտը ժպտաց, բայց ժեստը չհասավ նրա աչքերին։ Դասագրքային տեսություններ։ Հետաքրքիր, բայց անջատված մեր նման ընտանիքի բարդ իրականությունից։ Նա ուսումնասիրված դադար տվեց։ Եղբայրս որքան է ձեզ վճարում, կոնկրետ։ Թեմայի հանկարծակի փոփոխությունը Լուսինեին անակնկալի բերեց։ Դա ձեր եղբոր իմ միջը։ Ենթադրում եմ, որ զգալի գումար է։ Արմենը միշտ առատաձեռն է եղել, հատկապես, երբ իրեն մեղավոր է զգում։ Անահիտը գլուխը թեթակի թեքեց։ Ես կարող եմ կրկնապատկել այն, ինչ նա առաջարկում է, եթե դուք համաձայնեք աստիճանաբար նվազեցնել ձեր ներգրավվածությունը Սոնայի հետ, նրան նախապատրաստելով ընդունելու գիշերօթիկի գաղափարը։ Ցնցումը փոխարինվեց զայրույթով։ Դուք ինձ փող եք առաջարկում նրա առաջընթացը խափանելու համար։ Ես առաջարկում եմ փոխհատուցում, նրան օգնելու ճիշտ անցում կատարել։ Սոնային պետք է վերահսկվող միջավայր, իր ինտելեկտի առանձնահատկությունների հետ աշխատելու համար վերապատրաստված մասնագետներով։ Ես վաճառքի ենթակա չեմ, տիկին Մելիքյան, պատասխանեց Լուսինեն, ոտքի կանգնելով։ Եվ Սոնան վերահսկման ենթակա խնդիր չէ։ Նա երեխա է, ում կապ է պետք, ոչ թե ավելի շատ մեկուսացում։ Անահիտը մնաց նստած, անխռով։ Բոլորն իրենց գինն ունեն, Օրիորդ Սարգսյան։ Ոմանք պարզապես ավելի երկար են մտածում, թե որն է իրենցը։ Նա ուղղեց ոսկե ապարանջանը դաստակին։ Մտածեք իմ առաջարկի մասին։ Սոնան վերջիվերջո կգնա Շվեյցարիա։ Հարցն այն է, թե դուք այս իրավիճակից դուրս կգաք դատարկ ձեռքերով, թե ապահովված ապագայով։ Լուսինեն արտրի կենտրոնից դուրս եկավ զայրույթից դողացող ձեռքերով։ Մինչ ավտոբուսին էր սպասում, հաղորդագրություն գրեց Արմենին, մենք պետք է խոսենք։ Դա Անահիտի Սոնայի համար նրա ծրագրերի մասին է։ Երեկոյան կենտրոնի բնակարանում Արմենը լսեց Լուսինեի պատմածը, գնալով ավելի մռայլվող արտահայտությամբ։ Նրանք պատշգամբում էին հեռու Սոնայի ուշադիր ականջներից, ով սենյակում հրաբուխների մասին վավերագրական ֆիլմ էր դիտում։
Անահիտը միշտ կարծել է, որ գիտի, թե ինչն է լավագույնը բոլորի համար, վերջապես ասաց նա, ձեռքը տանելով ճերմակած մազերի միջով։ Դեռ մանկուց։ Նա իսկապես հավատում է, որ գիշերօթիկը լավագույն տարբերակն է։ Արմենը խորը հոգոց հանեց։ Անահիտն իր սեփական շահերն ունի այս պատմության մեջ։ Որպես Սոնայի հավատարմագրային ֆոնդի հոգաբարձու, նա զգալի ֆինանսական ազդեցություն ունի, քանի դեռ դուստրս անչափահաս է։ Նա նշեց, որ Սոնան ներկա է եղել, երբ ձեր կինը վթարի ժամանակ, զգուշորեն ասաց Լուսինեն։ Այո։ Ցավը ակնհայտ էր նրա ձայնում։ Նրանք վիճել էին։ Սոնան ուզում էր Նարեին ցույց տալ մի առվակ, որը հայտնաբերել էր կալվածքի ներքի մասում։ Նարեն պնդում էր, որ շատ վտանգավոր է, որ ձիգը քշեն միայն սահմանված տարածքում։ Դուք ճանաչում եք Սոնային, նա ոչը հեշտությամբ չի ընդունում։ Եվ նա ասաց, որ ատում է մորը, մեղմորեն լրացրեց Լուսինեն։ Երեխայի խոսքեր քմահաճության պահին, պատասխանեց Արմենը։ Բայց երբ Նարեի ձին վախեցավ օձից, նա ընկավ։ Նա կանգ առավ, չկարողանալով շարունակել։ Սոնան իր զայրույթը կապեց այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ հետո։ Ճիշտ այդպես։ Ամիսներ շարունակ նա ոչ մի բառ չխոսեց։ Հետո, երբ վերջապես նորից սկսեց խոսել, կարծես ուրիշ մարդ լիներ, սառը, հաշվենկատ, բոլորին հեռու պահող։ Արմենը նայեց բնակարանի ներսը, որտեղ Սոնան տարված էր վավերագրական ֆիլմով։ Անահիտը սնուցեց այդ վերափոխումը, ասելով, որ դա հարմարվողական է։ Ես շատ ուշ հասկացա, թե որքան էր դա վնասում դստերս։ Իսկ հավատարմագրային ֆոնդը։ Նարեն ավանդական, զգալի կարողություն ունեցող ընտանիքից էր։ Ամեն ինչ թողել է Սոնային, իսկ Անահիտը հոգաբարձու է, մինչ նա 21 տարեկան դառնա։ Եթե Սոնան սովորի արտերկրում, Անահիտը գրեթե լիակատար վերահսկողություն կունենա ներդրումների, կապիտալի նկատմամբ։ Ուրեմն դա միայն Սոնայի բարօրության մասին անհանգստությունը չէ, եզրակացրեց Լուսինեն։ Քույրս բարդ է։ Հավատում եմ, որ նա իսկապես մտածում է, թե պաշտպանում է Սոնային։ Բայց նա գիտեմ, որ Անահիտը երբեք չի առանձնացնում հուզական հարցերը ֆինանսականներից։ Նա դադար տվեց։ Դուք չեք ընդունի նրա առաջարկը, այնպես չէ։ Իհարկե ոչ, պատասխանեց Լուսինեն, զայրացած առաջարկից։ Արմենը թեթակի ժպտաց։ Ես գիտեի։ Այդ պատճառով եմ ձեզ վստահում դստերս։ Այդ պահին Սոնան հայտնվեց պատշգամբի դռան մոտ, դեմքը լուսավորված մի աշխուժությամբ, որը հազվադեպ էր ցուցաբերում։ Լուսինե։ Արի տես։ Ստորջրյա հրաբուխների մասին անհավանական բան եմ հայտնաբերել։ Մինչ աղջկա հետից ներս էր գնում, Լուսինեն հասկացավ, թե որքան է փոխվել Սոնան մի քանի շաբաթվա ընթացքում։ Նրա ագրեսիվ էներգիան ուղղորդվում էր դեպի հետաքրքրասիրություն, դեպի հայտնագործություններ։ Իրական ուրախության պահեր կային, խառնված նրա սովորական լարվածությանը։ Ավելի ուշ, օգնելով Սոնային պատրաստվել քնելու, Լուսինեն նրա աշխատասեղանին մի թղթի կտոր նկատեց, 3 մարդու նկար, որոնք ձեռք-ձեռքի էին բռնել։ Մեկը բարձրահասակ, ակնհայտորեն Արմենը, մեկը միջին հասակի, հավանաբար Լուսինեն, մեկը փոքր Սոնան։ Դու ես սա նկարել, հարցրեց նա, հուզված։ Սոնան ուսերը թոթվեց, անտարբերություն ծածնելով։ Դա ուղղակի հիմար նկար է նկարչության դասի համար։ Բայց նրա աչքերում ինչ-որ բան կար, խոցելիության, հույսի փայլ, որը ստիպեց Լուսինեի սիրտը սեղմվել։ Հիմար չէ, մեղմորեն ասաց նա։ Գեղեցիկ է։ Այդ գիշեր, երբ մեքենայով վերադառնում էր Արաբկիրի իր բնակարանը, Լուսինեն չէր կարողանում դադարել մտածել նկարի դրա խորհրդի մասին։ Սոնան նորից սկսում էր հուզական կապեր կառուցել, թույլ տալ իրեն երազել ընտանիքի մասին։ Նրա հեռախոսը զանգեց մեքենայի կոնսոլի վրա։ Անահիտից հաղորդագրություն էր։ Իմ առաջարկը եռապատկված է։ Վերջին հնարավորություն։ Պատասխանիր մինչ վաղը։ Վճռական շարժումով Լուսինեն ջնջեց հաղորդագրությունը։ Սոնայի ապագայի համար պատերազմը նոր էր սկսվում, Անահիտ Մելիքյանը հենց նոր ամեն ինչ շատ ավելի անձնական էր դարձրել։ Գլուխ 5. Երաժշտության սենյակը։ Հաջորդ շաբաթները կենտրոնի բնակարանում լուռ լարվածություն բերեցին։ Անահիտն անձամբ չէր հայտնվում, բայց նրա ներկայությունը ստվերի պես կախված էր Լուսինեի Սոնայի հաստատած առօրյայի վրա։
Հեռախոսազանգեր, հաղորդագրություններ, էլեկտրոնային նամակներ, բոլորը նրբորեն կասկածի տակ էին դնում աղջկա առաջընթացը, առաջարկում էին գնահատումները մասնագետների հետ, հիշեցնում շվեյցարական գիշերօթիկ դպրոցի ընդունելության մոտեցող վերջնաժամկետի մասին։ Արմենը կարծես երկու կրակի արանքում լիներ, բռնված դստերը սատարելու ցանկության քրոջ ազդեցության ծանրության մեջ։ Մեկից ավելի անգամ Լուսինեն նրան գտել էր գրասենյակում ուշ գիշերով, վերլուծելով Սոնայի հավատարմագրային ֆոնդի հետ կապված բարդ իրավական փաստաթղթեր։ Կետեր կան, որոնք նախկինում չեմ նկատել, խոստովանեց նա մի գիշեր, երբ Սոնան արդեն քնած էր։ Եթե ես վիճարկեմ Անահիտի կառավարումը, նա կարող է իրավաբանորեն պնդել, որ ես գործում եմ Սոնայի ֆինանսական շահերի դեմ։ Բարդ է։ Մինչ մեծահասակները նավարկում էին այս իրավական հուզական ականապատ դաշտում, Սոնան հակասական նշաններ էր ցույց տալիս։ Կային նշանակալի առաջընթացի օրեր, դասերին մասնակցություն, հոր հետ գրեթե նորմալ փոխազդեցություններ, Լուսինեի հետ բացվելու պահեր, որոնց հաջորդում էին կործանարար վարքագծի կրկնություններ, հատկապես Անահիտի զանգերից կամ այցերից հետո։ Հինգշաբթի կեսօրին, երբ Արմենը գործուղման էր Դիլիջանում, Լուսինեն մի կարևոր բացահայտում արեց։ Նա Սոնան ուսումնասիրում էին հսկայական բնակարանի տարբեր սենյակները, որպես կրթական գանձերի որսի մաս, որը Լուսինեն մշակել էր ֆիզիկայի հասկացությունները գործնականում սովորեցնելու համար։ Մենք պետք է գտնենք լույսի բեկման 5 օրինակ, բացատրեց Լուսինեն, Սոնայի հետից գնալով գլխավոր միջանցքով։ Կարող է լինել ապակիների, հայելիների, ջրի մեջ։ Սոնան հանկարծակի կանգ առավ մի դռան առջ, որը Լուսինեն նախկինում երբեք չէր նկատել, մասամբ թաքնված միջանցքի վերջում գտնվող դեկորատիվ գրադարակի հետում։ Տեսանելի բռնակ չկար, միայն փոքրիկ էլեկտրոնային վահանակ։ Այստեղ ի՞նչ կա, հարցրեց Լուսինեն։ Սոնայի դեմքն անմիջապես փակվեց։ Կարևոր բան չկա։ Գնանք գրադարան, այնտեղ պրիզմա կա, որը կատարյալ բեկում է ցույց տալիս։ Բայց Լուսինեն նկատեց աղջկա վարքագծի փոփոխությունը։ Նրա մարմինը լարվել էր, աչքերը խուսափում էին դռնից, կարծես այն պարունակում էր ինչ-որ չափազանց ցավալի բան։ Սոնա, մեղմորեն ասաց Լուսինեն, ի՞նչ կա այդ սենյակում։ Մորսն էր, վերջապես պատասխանեց Սոնան, ձայնը գրեթե անլսելի։ Նրա երաժշտության սենյակը։ Ոչ ոք այնտեղ չի մտել այն օրվանից, երբ նա գնաց։ Լուսինեն գլխով արեց, չպնդելով։ Հասկանում եմ։ Ուրեմն գնանք գրադարան։ Խորհրդավոր սենյակի թեման կախված մնաց նրանց միջ օրվա մնացած մասում։ Մինչ ֆիզիկայի փորձերն էին անում, Լուսինեն կարող էր զգալ, որ Սոնայի մեջ ինչ-որ բան է արթնացել, թաղված զգացմունք, որն այժմ վտանգավոր կերպով եռում էր մակերեսին մոտ։ Երեկոյան, ընթրիքից հետո, Սոնան զարմացրեց Լուսինեին, նորից հիշատակելով սենյակը։ Մայրս դաշնակահարուհի էր, հանկարծակի ասաց նա, թերթելով աստղագիտության մասին մի գիրք։ Ոչ պրոֆեսիոնալ։ Նա տնտեսագիտություն էր սովորում աշխատում ընտանեկան բանկում։ Բայց նվագում էր։ Նվագում էր այնպես, կարծես դրա համար ծնված լիներ։ Լուսինեն նստեց նրա կողքին բազմոցին, պահպանելով հարգալից հեռավորություն։ Դու էլ ես երաժշտություն սիրում։ Սոնան վարանեց։ Նա ինձ սովորեցնում էր։ Նախկինում։ Իսկ դու շարունակեցի՞ր սովորել հետո։ Ոչ։ Բառը դուրս եկավ կտրուկ, վերջնական։ Չեմ ուզում դրա մասին խոսել։ Բայց այդ գիշեր ինչ-որ բան փոխվել էր։ Հուզական մի դուռ կիսաբաց էր մնացել, նույնիսկ եթե Սոնան փորձում էր այն նորից փակել իր սովորական ագրեսիվ պաշտպանությամբ։ Հաջորդ առավոտ Լուսինեն ավելի շուտ եկավ բնակարան։ Տիկին Սիրանուշը նրան դիմավորեց անհանգիստ արտահայտությամբ։ Աղջիկը լավ չի քնել, շշնջաց տնային տնտեսուհին։ Գիշերվա կեսին լսել եմ, թե ինչպես է միջանցքով քայլում։ Երբ գնացի ստուգելու, նա նստած էր գետնին, այն դռան դիմաց։ Երաժշտության սենյակը, լրացրեց Լուսինեն։ Տիկին Սիրանուշը խաչակնքվեց։ Վթարից հետո ոչ ոք այնտեղ չի մտնում։ Պարոն Արմենը հրամայեց փակել, ասաց, որ շատ ցավալի է։ Նա մոտեցավ, ձայնն էլ ավելի իջեցնելով։ Աղջիկը փոխվում է, երբ այդ դռան մասին են խոսում։ Կարծես իսկական ուրվական լինի։ Լուսինեն Սոնային գտավ աշխատասենյակում, աչքերը խորը պարկերով, գրեթե տենթագին ինտենսիվությամբ հավասարումներ գրելով տետրում։ Բարի լույս, ողջունեց Լուսինեն։ Դժվար գիշեր էր։ 9-րդ դասարանի հանրահաշվի խնդիրներ եմ լուծում, պատասխանեց Սոնան, աչքերը չբարձրացնելով։
Մաթեմատիկայի ուսուցիչն ասաց, որ իմ տարիքի ոչ ոք չի կարողանա։ Ես կապացուցեմ, որ նա սխալվում է։ Լուսինեն նստեց նրա դիմաց։ Սոնա, կարող ենք խոսել երեկվա մասին։ Երաժշտության սենյակի մասին։ Մատիտը կանգ առավ հավասարման մեջտեղում։ Խոսելու բան չկա։ Երբեմն վայրերը հիշողություններ են պահում, որոնց դիմակայելը դժվար է, զգուշորեն սկսեց Լուսինեն։ Երբ պապս մահացավ, ամիսներ շարունակ ոչ ոք չէր կարողանում մտնել նրա սենյակ։ Կարծես, սենյակն անձեռնմխելի պահելով, մենք կարող էինք նրա մի մասնիկը մեզ հետ պահել։ Սոնան վերջապես աչքերը բարձրացրեց, զայրույթի ցավի խառնուրդը բաբախում էր դրանց հետում։ Նույն բանը չէ։ Դու չես հասկանում։ Ուրեմն օգնիր ինձ հասկանալ։ Երկար լռություն տիրեց նրանց միջ։ Երբ Սոնան վերջապես խոսեց, ձայնը ցածր էր, բայց յուրաքանչյուր բառ կրում էր ցավալի խոստովանության ծանրությունը։ Ես նրան խոստացել էի, որ ամեն օր կպարապեմ։ Որ մի օր նրա պես լավը կլինեմ։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով, որոնք նա հրաժարվում էր թափել։ Հետո մենք վիճեցինք, ես սարսափելի բաներ ասացի։ Եվ հետո նա։ Սոնան խորը շունչ քաշեց, պայքարելով ինքնատիրապետման համար։ Ես դրժեցի խոստումս։ Ես արժանի չէի նրա դաշնամուրին, նրա երաժշտությանը։ Լուսինեի սիրտը սեղմվեց։ Սոնա, տեղի ունեցածը քո մեղքը չէր։ Իմն էր։ Պայթյունը հանկարծակի եկավ, բառերը դուրս էին հորդում ինչպես հեղեղ, որը չափազանց երկար էր զսպվել։ Ես նրան զայրացրի։ Ես ստիպեցի, որ նա շեղվի։ Եթե մենք չվիճեինք, նա կտեսներ օձին, ձին չէր վախենա, նա չէր։ Սոնան կանգ առավ, չկարողանալով ավարտել նախադասությունը։ Անահիտ մորաքույրն ասաց, որ դա իմ մեղքն էր, շարունակեց նա, այժմ ավելի ցածր։ Որ հայրիկը երբեք լիովին չի ների ինձ, նույնիսկ եթե ասում է, որ կների։ Լուսինեն զայրույթի ալիք զգաց։ Անահիտը դա քեզ է ասել։ Սոնան գլխով արեց, պաշտպանական պատնեշները վերջապես փլուզվեցին։ Հուղարկավորությունից անմիջապես հետո։ Նա ասաց, որ ես պետք է ուժեղ լինեմ, թուլություն ցույց չտամ, կատարյալ լինեմ, որպեսզի հայրիկը ինձ էլ չուղարկի։ Օ, Սոնա։ Լուսինեն մոտեցավ, զսպելով նրան գրկելու ցանկությունը, իմանալով, որ աղջիկը դեռ պատրաստ չէր այդքան մտերմության։ Մորաքույրդ սխալ էր։ Շատ սխալ։ Բայց մի բանում նա ճիշտ էր, շշնջաց Սոնան։ Ես ասացի, որ ատում եմ մորս։ Դրանք իմ վերջին խոսքերն էին նրան։ Զայրույթի պահին ասված խոսքերը չեն սահմանում քո հարաբերությունները մորդ հետ, մեղմորեն վիճեց Լուսինեն։ Համոզված եմ, որ նա գիտեր, թե որքան ես դու նրան սիրում։ Սոնան լուռ մնաց, արցունքները վերջապես հոսում էին դեմքով։ Գիտես, շարունակեց Լուսինեն, կարծում եմ մայրդ կտխրեր, իմանալով, որ դու վեճի պատճառով թողել ես երաժշտությունը։ Եթե նա սիրում էր դաշնամուր նվագել, դա կիսում էր քեզ հետ, դա պետք է որ լիներ, որովհետև ուզում էր, որ երաժշտությունը քո կյանքի մի մասը լինի։ Ինչ որ բան փոխվեց Սոնայի աչքերում, խորհրդածության փայլ, կարծես մի նոր ցավալի հեռանկար էր ի հայտ գալիս։ Այդպես երբեք չեմ մտածել, խոստովանեց նա, գրեթե անլսելի։ Այդ կեսօր նրանք այլս չխոսեցին երաժշտության սենյակի մասին, բայց Լուսինեն նկատեց, որ Սոնան մի քանի անգամ կանգնած է միջանցքում, նայելով թաքնված դռանը։ Կարծես նա ներքին պայքար էր մղում, քաջություն հավաքելով ինչ-որ հսկայական բանի համար։ Միայն կիրակի օրը, երբ Լուսինեն հերթապահ չէր, արտասովոր բան տեղի ունեցավ։ Նրա հեռախոսը զանգեց առավոտյան ժամը 6-ին։ Արմենն էր։ Լուսինե, ներիր, որ այսքան շուտ եմ զանգում, բայց… Նրա ձայնը տարօրինակ էր, հուզված։ Ինչ որ բան է պատահել։ Սոնան նա մտել է երաժշտության սենյակ։ Մենակ։ Ես հիմա դաշնամուրի ձայնն եմ լսում։ Ինչպես է կարողացել մտնել, հարցրեց Լուսինեն, արդեն ոտքի կանգնելով հագուստ փնտրելով։ Ըստ երույթին, նա միշտ իմացել է գաղտնաբառը։ Նարեի ծննդյան օրն էր։ Նա դադար տվեց, Լուսինեն կարող էր հետին պլանում լսել հուզական ինտենսիվությամբ նվագվող դաշնամուրի նոտաները։ Ես չգիտեի։ Չգիտեի, որ նա դեռ հիշում է, թե ինչպես նվագել։ Ես գալիս եմ, ասաց Լուսինեն, գիտակցելով պահի կարևորությունը։ Երբ հասավ բնակարան, դաշնամուրի ձայնը նրան ուղղորդեց միջանցքով դեպի երաժշտության սենյակի այժմ բաց դուռը։ Նա կանգ առավ մուտքի մոտ, չցանկանալով ընդհատել պահը։
Սենյակը էլեգանտ տարածք էր, ողողված արածակի ոսկեգույն լույսով, որը ներս էր թափանցում մեծ պատուհաններից։ Կենտրոնում Սրոյալն էր գերիշխում, շրջապատված խնամքով դասավորված նոտաներով գրադարանքներով։ Պատերին լուսանկարներ կային, որոնք ցույց էին տալիս մուգ մազերով մի գեղեցիկ կնոջ, ակնհայտորեն Սոնայի մորը, տարբեր երաժշտական պահերին։ Սոնան նստած էր դաշնամուրի մոտ, նվագելով մի ստեղծագործություն, որը Լուսինեն ճանաչեց որպես Շոպեն։ Նրա փոքրիկ մատները շարժվում էին ստեղների վրա մի ինտենսիվությամբ, որը տեխնիկայից անդին էր, դա մաքուր զգացմունք էր։ Արցունքներն ազատ հոսում էին դեմքով, մինչ նա նվագում էր, բայց նա չէր կանգնում, կարծես պետք է ավարտեր ստեղծագործությունը, ինչ-որ ներքին ծես ավարտելու համար։ Արմենը կանգնած էր սենյակի մյուս կողմում, նրա սովորաբար ինքնատիրապետող դեմքին փայլում էին սեփական արցունքները։ Երբ նկատեց Լուսինեին, լուռ երախտագիտության ժեստ արեց։ Երբ Սոնան վերջապես ավարտեց ստեղծագործությունը, վերջին ակորդը սենյակում հնչեց որպես ազատագրում։ Նա մի պահ անշարժ մնաց, ձեռքերը դեռ ստեղների վրա։ Դա նրա սիրելի ստեղծագործությունն էր, վերջապես ասաց նա, առանց շրջվելու։ Թիվ 20 նոկտյուրնը դո դիեզ մինորում։ Նա ինձ սովորեցնում էր։ Գեղեցիկ է, մեղմորեն պատասխանեց Լուսինեն։ Սոնան այդ ժամանակ շրջվեց, նրա աչքերը հանդիպեցին նախ Լուսինեին, հետո հորը։ Ներողություն եմ խնդրում, ասաց նա, բառերը կրում էին 3 տարվա մեղքի ծանրությունը։ Ներողություն, որ ասացի, թե ատում եմ նրան։ Դա ճիշտ չէր։ Արմենը լայն քայլերով անցավ սենյակը, առաջին անգամ, որ Լուսինեն ականատես էր լինում, ամբողջությամբ, առանց վերապահումների գրկեց դստերը։ Գիտեմ, սիրելիս։ Գիտեմ։ Լուսինեն լուր հետ քաշվեց դեպի միջանցք, հորն ու դստերը տալով անհրաժեշտ տարածք մի բուժման պահի համար, որը վաղուց ուշացել էր։ Բայց հեռանալիս նրա հեռախոսը թրթռաց հաղորդագրությունից։ Անահիտն էր։ Լսեցի, որ Սոնան առաջընթաց է գրանցում քո հսկողության ներքո։ Շատ հարմար։ Վաղը վերադառնում եմ Երան։ Կարծում եմ, ժամանակն է ավելի ուղղակի միջամտության։ Հուսով եմ կվայելես քո վերջին օրերը, որպես նրա դաստիարակ։ Լուսինեն սարսուռ զգաց։ Վերջնական բախումը մոտենում էր, Անահիտ Մելիքյանը գալիս էր բոլոր զենքերով։ Գլուխ 6, թակարդը։ Անահիտ Մելիքյանի ժամանումը ազդարարվեց ոչ թե զանգով, այլ կենտրոնի բնակարանի հյուրասենյակում նրա տպավորիչ ներկայությամբ, երկուշաբթի կեսօրին, երբ Լուսինեն եկավ Սոնայի հետ իր հերթափոխին։ Հայտնի Օրիորդ Սարգսյանը, ասաց Անահիտը, իտալական դիզայնի բազմոցից վեր կենալով հովազի նրբագեղությամբ։ Նա հագել էր կրեմագույն զգեստ, որն առաջին հայացքից պարզ էր թվում, բայց Լուսինեն գիտեր, որ այն ավելի թանկ արժեր, քան իր համալսարանի մի ամբողջ կիսամյակը։ Անհամբեր սպասում էի ձեզ նորից տեսնելու։ Տիկին Մելիքյան, պատասխանեց Լուսինեն քաղաքավարի գլխի շարժումով։ Չգիտեի, որ այսօր այստեղ կլինեք։ Ակնհայտ է։ Անահիտը ժպտաց, մի ժեստ, որը չհասավ նրա հաշվենկատ աչքերին։ Արմենը ստիպված եղավ թռչել Փարիզ, անսպասելի ճգնաժամ եվրոպացի ներդրողների հետ։ Սոնան իր սենյակում է, տնային աշխատանքն է ավարտում։ Նա ձեռքով նուրբ ժեստ արեց, կարծես ընդունելություն էր շնորհում։ Խնդրեմ, ձեզ ազատ զգացեք շարունակելու ձեր առօրյան։ Անահիտի մեջ ինչ-որ տարբեր բան կար, ընդգծված, գրեթե հաղթական ինքնավստահություն, որը Լուսինեին անհանգստացրեց։ Մինչ գնում էր Սոնայի սենյակ, զգում էր կնոջ հայացքը, որը հետում էր իրեն, ինչպես գիշատիչը, որը դիտում է իր զոհին։ Սոնան կռացած էր գիտության գրքի վրա, երբ Լուսինեն ներս մտավ, բայց նրա դեմքին սովորական ոգորությունը չկար։ Մորաքույրդ այստեղ է, մեկնաբանեց Լուսինեն, փորձելով տոնը սովորական պահել։ Գիտեմ, պատասխանեց Սոնան, աչքերը չբարձրացնելով։ Նա 3 գիշեր է եկել։ Ընտանեկան ընթրիք ունեցանք։ Վերջին բառերն ասելու նրա տոնը պարզ դարձրեց, որ փորձառությունը ամենին էլ հաճելի չի եղել։ Ինչպես անցավ։ Սոնան վերջապես վեր նայեց, նրա աչքերը բացահայտում էին մի անհանգստություն, որը նա հազվադեպ էր ցուցաբերում։ Նա հորս ասաց, որ ինձ համար հատուկ տեղ է ձեռք բերել Institut Rosé-ում։ Դա Շվեյցարիայի ամենաէքսկլյուզիվ գիշերօթիկ դպրոցն է։ Ասաց, որ ես չափազանց տաղանդավոր եմ, իմ ներուժը սովորական դպրոցներում վատնելու համար։ Լուսինեն նստեց մահճակալի եզրին։ Իսկ հայրդ ինչ ասաց։ Որ մենք պետք է ավելի շատ քննարկենք դա։ Սոնան ձայնը իջեցրեց։ Բայց Անահիտ մորաքույրն այդ ծնունի գիտես։
ամեն ինչ անխուսափելի դարձնելու։ Կարծես միայն մեկ ճիշտ տարբերակ կա՝ Իրենը։ Հայրդ ոչ մի որոշում չի կայացնի, առանց հաշվի առնելու, թե ինչն է լավագույնը քեզ համար, հավաստիացրեց Լուսինեն, թե անորոշության խայտ զգաց։ Անահիտի ազդեցությունը հզոր էր, քանի որ Արմենն այժմ երկրից դուրս էր։ Ես չեմ ուզում գնալ Շվեյցարիա, հայտարարեց Սոնան, հանկարծակի ուժով փակելով գիրքը։ Չեմ ուզում թողնել այստեղ։ Նրա աչքերը մի պահ հանդիպեցին Լուսինեին, բացահայտելով մի խոցելիություն, որը գնալով ավելի հաճախակի էր դառնում։ Եվ չեմ ուզում նորից դադարեցնել դաշնամուր նվագելը։ Դա շատ լավ է, Սոնա։ Կարևոր է, որ դու արտահայտես, թե ինչ ես զգում քո իսկ ապագայի մասին։ Զրույցն ընդհատվեց Անահիտի, դռան մոտ հայտնվելով։ Սոնա սիրելիս, ես արդեն ավարտեցի իմ օրակարգը կազմակերպելը։ Ինչ կասես գնումներ կատարելու մասին։ Դալմա մոլում քո սիրած տեխնոլոգիական խանութը կրթական ռոբոտաշինության նոր բաժին է բացել։ Սոնայի դեմքը մի պահ լուսավորվեց անկեղծ հետաքրքրությամբ, Լուսինեն հասկացավ Անահիտի ռազմավարությունը, օգտագործել զարմուհու հետաքրքրությունները, վերականգնելու նրա վստահությունը։ Լուսինեն էլ կարող է գալ, հարցրեց Սոնան, զարմացնելով երկու մեծահասակներին էլ։ Զայրույթի փայլ անցավ Անահիտի կատարյալ կազմված դեմքով, արագորեն փոխարինվելով փորձված ժպիտով։ Իհարկե, սիրելիս։ Եթե նա այլ պարտավորություններ չունի։ Արտրի կենտրոն այցելությունը սյուրռեալիստական փորձ էր։ Անահիտը նրանց իր Մերսեդես կաբրիոլետով տարավ քաղաքով, մեկնաբանելով Երանի ճարտարապետության զարգացումը, մինչ Սոնան տարօրինակ կերպով լուռ էր հետի նստատեղին։ Դալմա մոլում Անահիտը կարծես անունով ճանաչում էր խանութի յուրաքանչյուր մենեջերի, անհատական ուշադրություն ստանալով, ուր էլ որ գնային։ Մելիքյանները վեբ հաճախորդներ են, բացատրեց նա Լուսինեին նվաստացուցիչ ժպիտով, մինչ մի վաճառող շտապում էր բերել ռոբոտաշինության հավաքածուների վերջին մոդելները, որպեսզի Սոնան ուսումնասիրի։ Մինչ աղջիկը զբաղված էր մասերով բաղադրիչներով, Անահիտը մոտեցավ Լուսինեին։ Տպավորիչ է, թե ինչպես է Սոնան փոխվել վերջին շաբաթներին, մեկնաբանեց նա, տոնը քաղաքավարի թունավոր։ Հանկարծ նորից սկսել է դաշնամուր նվագել, ավելի շփվող է ամեն ինչ ձեր հատուկ առաջնորդության ներքո։ Սոնային ուղղակի անվտանգ տարածք էր պետք, իր զգացմունքները մշակելու համար, պատասխանեց Լուսինեն, պահպանելով հանգստությունը։ Կամ գուցե նրան պետք էր մեկը, ով հմտորեն կմանիպուլյացներ նրան, հակադարձեց Անահիտը, ժպիտը երբեք չխամրելով։ Մեկը, ով ունի հոգեբանության հիմնական գիտելիքներ, հուսահատորեն փողի կարիք ունի, կատարյալ հնարավորություն է տեսնում խոցելի ընտանիքում։ Լուսինեն զգաց, թե ինչպես է արյունը եռում։ Ես ոչ ոքի չեմ մանիպուլյացնում։ Այնպես չէ։ Անահիտն ուղղեց Ադամանդե ապարանջանը դաստակին։ Պարտքերի մեջ խրված ուսանողուհին հանկարծ հասանելիություն է ստանում երկրի ամենամեծ կարողություններից մեկին, տպավորվող երեխայի հուզականորեն փխրուն այրու միջոցով։ Ոմանք դա կանվանեին 21-րդ դարի դայակի խարդախություն։ Նախքան Լուսինեն կկարողանար պատասխանել, Սոնան մոտեցավ, ձեռքին ռոբոտաշինության առաջադեմ հավաքածուով տուփ պահը անցավ։ Բայց Անահիտի խոսքերի թույնը մնաց, սողոսկելով նրա գիտակցության մեջ օրվա մնացած մասում։ Վերադառնալով բնակարան, մինչ Սոնան ուսումնասիրում էր իր նոր հավաքածուն աշխատասենյակում, Անահիտը Լուսինեին հրավիրեց ընկերական զրույցի պատշգամբում։ Արը մայր էր մտնում Երանի վրա, երկնաքերերը վերածելով ոսկեգույն ուրվագծերի նարնջագույն երկնքի ֆոնին։ Գիտեմ, որ մենք լավ չսկսեցինք, ասաց Անահիտը, երկու բաժակ սպիտակ գինի լցնելով մի շշից, որը չափազանց թանկ էր թվում։ Բայց ի վերջո մենք նույն բանն ենք ուզում, լավագույնը Սոնայի համար։ Լուսինեն զգուշությամբ ընդունեց բաժակը։ Համաձայն եմ դրա հետ։ Եղբայրս փայլուն մարդ է բիզնեսում, բայց միշտ միամիտ է եղել անձնական հարցերում, շարունակեց Անահիտը, դիտելով ներքի քաղաքը։ Այն բանից հետո, երբ Նարեն գնաց, նա փակվեց աշխատանքի մեջ, Սոնային թողնելով բախտի քմահաճույքին։ Ինչ-որ մեկը պետք է միջամտեր։ Եվ այդ ինչ-որ մեկը դուք էիք։ Բնականաբար։ Ես միակ մոտ հարազատն եմ, որ մնացել է։ Եվ ես ճանաչում եմ Մելիքյաններին, մեր ընտանիքն ունի սպասելիքներ, ավանդույթներ։ Անահիտը գինին պտտեցրեց բաժակում, այն ուսումնասիրելով լույսի տակ։ Սոնան սովորական երեխա չէ, Լուսինե։ Նա ժառանգություն ունի պատվելու, արտասովոր ներուժ։ Այն կրթությունը, որը մենք նախատեսում ենք նրա համար Շվեյցարիայում, ոչ միայն ակադեմիական է, այլ նախապատրաստություն, առաջնորդելու համար։
Նույնիսկ եթե դա նշանակում է նրան հեռացնել հորից, այն ամենից, ինչ նա գիտի, երբեմն հեռավորությունը հենց այն է, ինչ պետք է հարաբերություններին ծաղկելու համար։ Անահիտը նրբագեղ կում արեց։ Արմենն ազատ կլինի վերակառուցելու իր անձնական կյանքը, գուցե նույնիսկ գտնելու ինչ-որ մեկին։ Նրա հայացքը գնահատեց Լուսինեին վերից վար։ Ինչ-որ մեկին, ով ավելի հարմար է իր սոցիալական շրջապատին, բնականաբար։ Վիրավորանքն այնքան նրբորեն մատուցվեց, որ Լուսինեն գրեթե հիացավ դրանով։ Ես ռոմանտիկ հետաքրքրություն չունեմ պարոն Մելիքյանի նկատմամբ, եթե դա եք ակնարկում։ Դեռ ոչ, գուցե։ Անահիտը ժպտաց։ Բայց մի երիտասարդ, հավակնոտ աղջիկ, որը մտերիմ է խոցելի միլիարդատեր այրու հետ գրեթե անբնական կլիներ չդիտարկել հնարավորությունները։ Դա ավելին է ասում ձեր մտածելակերպի մասին, քան իմ։ Անահիտը թեթակի ծիծաղեց։ Այնքան իդեալիստ։ Ինձ է հիշեցնում շատ տարիներ առաջ։ Նրա դեմքն աննկատելիորեն խստացավ։ Նախքան կսովորեի, թե ինչպես է աշխարհն իրականում աշխատում։ Հաջորդ օրերին Անահիտը մնաց որպես մշտական ներկայություն բնակարանում, արծվի աչքերով դիտելով Լուսինեի Սոնայի փոխազդեցությունները, երբեմն մեկնաբանություններ տալով շվեյցարական գիշերօթիկի մասին կամ նրբորեն կասկածի տակ դնելով Լուսինեի առաջարկած գործունեությունը։ Շախմատ, արամարանքով մեկնաբանեց նա մի կեսօր, երբ գտավ Սոնային Լուսինեին սենյակում խաղալիս։ Սոնան 6 տարեկանում տիրապետում էր շախմատին։ Դուք չպետք է ավելի դժվար բանով զբաղվեիք։ Մեկ այլ անգամ նա ընդհատեց դաշնամուրի դասը, Սոնային ցույց տալու համար գիշերօթիկի կատալոգը, ընդգծելով նրա համաշխարհային մակարդակի երաժշտական կոնսերվատորիան։ Լարվածությունը մեծացավ մինչ հինգշաբթի, երբ Արմենը վերջապես վերադարձավ Փարիզից։ Նա ուժասպառ էր թվում, խորը պարկերով աչքերի տակ անհանգիստ արտահայտությամբ, որն ուժեղացավ, երբ Անահիտը նրան դիմավորեց Institut Rose-ի մասին դոսիով։ Մենք պետք է շուտ որոշենք, Արմեն, պնդեց նա, մինչ եղբայրը սենյակում իրերը հանում էր ճամպրուկից։ Լուսինեն կարող էր լսել զրույցը միջանցքից, որտեղ օգնում էր Սոնային գիտական նախագծի հետ։ Հատուկ տեղը հավերժ հասանելի չի լինի։ Ամբողջ աշխարհի ընտանիքները կսպանեին այս հնարավորության համար։ Սոնան կարծես թե լավ առաջընթաց է ցուցաբերում այստեղ, վիճեց Արմենը։ Նորից դաշնամուր է նվագում, ավելի լավ է հաղորդակցվում։ Մակերեսային առաջընթաց, հակադարձեց Անահիտը։ Եվ հարմարավետորեն համընկնում է Լուսինեի ժամանման հետ, չես կարծում։ Գրեթե այնպես, կարծես ինչ-որ մեկը հրաշքով ապաքինման պատմություն է բեմադրում, իր դիրքն ապահովելու համար։ Անահիտ, դա անարդար է։ Լուսինեն անկեղծորեն նվիրվել է Սոնային։ Համոզված եմ։ Ի վերջո, այն աշխատավարձը, որ դու առաջարկել ես, բավականին խթանիչ է։ Գիշերն անցավ վատ քողարկված լարվածության մթնոլորտում։ Ընթրիքի ընթացքում Անահիտը գերիշխում էր զրույցում իր վերջին ճանապարհորդությունների միջազգային հայտնիների հետ հանդիպումների պատմություններով, մինչդեռ Արմենը հեռու էր թվում կորած մտքերի մեջ։ Սոնան իր հերթին տարօրինակ կերպով լուռ էր, մեծահասակներին դիտելով ուշադիր հաշվենկատ աչքերով, որոնք հիշեցնում էին նրա հին պաշտպանական կեցվածքը։ Վերջին շաբաթների առաջընթացը հանկարծ փխրուն էր թվում Անահիտի ներկայության ծանրության տակ։ Ընթրիքից հետո, երբ Սոնան արդեն իր սենյակում էր, Արմենը խնդրեց խոսել Լուսինեի հետ իր գրասենյակում։ Անահիտը պնդեց, որ ուղեկցի նրանց, պնդելով, որ ընտանեկան հարցերը պետք է քննարկվեն ամբողջ ընտանիքի հետ։ Լուսինե, սկսեց Արմենը, անհարմար զգալով, Անահիտը որոշ մտահոգություններ է հայտնել Սոնայի հետ ձեր հարաբերությունների բնույթի վերաբերյալ։ Ինչ տեսակի մտահոգություններ, հարցրեց Լուսինեն, զգալով, թե ինչպես է ստամոքսում կոշտուկ առաջանում։ Անահիտը մեղմորեն միջամտեց։ Պարզապես դիտարկումներ այն մասին, թե ինչպես է Սոնան հուզականորեն կախված դարձել ձեզանից։ Թե ինչպես է նա, կարծես, իր մայրական կապի կարիքը փոխանցել մեկին, ով նա ուսումնասիրված դադար տվեց։ Մեկին, ում վճարում են ներկա լինելու համար։ Դա արդար չէ, բողոքեց Լուսինեն։ Սոնան հուզականորեն մեկուսացված էր, ճնշում էր իր զգացմունքները։ Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, տարիներ շարունակ ճնշված զգացմունքների առողջ արտահայտումը։ Կամ հմուտ մանիպուլյացիա, հակադարձեց Անահիտը։ Արմեն, գիտեմ, որ դու ուզում ես լավագույնին հավատալ, բայց մենք պետք է իրատես լինենք։ Լուսինեն հոգեբանության ուսանողուհի է, առանց պաշտոնական որակավորման, աշխատում է տրավմայի ենթարկված երեխայի հետ։
Օգնելու շահագործելու միջ սահմանը բարակ է։ Ես երբեք չէի շահագործի Սոնային, պաշտպանվեց Լուսինեն, ձայնը թեթակի դողալով զայրույթից։ Անահիտը գեղձ կարեկցանքով ժպտաց։ Գուցե ոչ դիտավորյալ։ Բայց այստեղ վտանգավոր դինամիկա է ստեղծվել։ Սոնային պետք է կայունություն, որակավորված մասնագետներ, մի կառույց, որը դուք պարզապես չեք կարող առաջարկել։ Արմենը անկեղծորեն երկմտում էր։ Լուսինե, ես չեմ կասկածում ձեր ազնվությանը։ Բայց Անահիտը կետեր է բարձրացրել, որոնք ինձ ստիպում են մտածել։ Գուցե մենք շտապել ենք այս պայմանավորվածության հարցում։ Պարոն Մելիքյան, Լուսինեն խորը շունչ քաշեց, ինքնատիրապետում փնտրելով Սոնան իրական առաջընթաց է գրանցել։ Նա առաջին անգամ առողջ կերպով մշակում է մոր կորստի տրավման։ Նրան հիմա հեռու ուղարկելը կլիներ նրան հնարավոր լավագույն կրթությունը տալը, վճռականորեն լրացրեց Անահիտը։ Նրա նման բացառիկ երեխաների հետ աշխատելու համար վերապատրաստված մասնագետներով։ Քննարկումը շարունակվեց շրջաններով գրեթե 1 ժամ, Անահիտը հմտորեն մանիպուլյացիայի էր ենթարկում յուրաքանչյուր փաստարկ, կասկածի սերմեր ցանում Լուսինեի խոսքերում, ամրապնդելով այն պատմությունը, որ Սոնայի ապաքինման հրաշքը չափազանց հարմար էր իրական լինելու համար։ Երբ Լուսինեն վերջապես դուրս եկավ գրասենյակից, իրեն հուզականորեն ուժասպառ էր զգում։ Անահիտին հաջողվել է Սոնայի հետ աշխատանքի յուրաքանչյուր դրական կողմը խեղաթյուրել, դարձնելով այն պոտենցիալ կասկածելի։ Եվ ամենավատը, նա ակնհայտորեն հաջողության էր հասնում Արմենի հետ։ Միջանցքում Լուսինեն գտավ Սոնային կանգնած իր սենյակի դռան մոտ, աչքերը լայն բացված ուշադիր։ Դու լսեցի՞ր զրույցը, մեղմորեն հարցրեց Լուսինեն։ Սոնան գլխով արեց, դեմքը ինքնատիրապետման դիմակ էր, որը ցավալիորեն հիշեցնում էր այն փակ աղջկան, ում Լուսինեն ճանաչել էր ամիսներ առաջ։ Անահիտ մորաքույրը միշտ հաղթում է, մրմնջաց նա։ Միշտ։ Սոնա, մի հանձնվիր։ Հայրդ քեզ սիրում է, նա կլսի քեզ։ Դու չես հասկանում, պատասխանեց Սոնան, ձայնը զարմանալիորեն հասուն։ Խոսքը միայն իմ մասին չէ։ Խոսքը փողի, վերահսկողության մասին է։ Անահիտ մորաքույրը միշտ պլան ունի։ Այդ գիշեր, շենքից դուրս գալիս, Լուսինեն օդում կախված սպառնալիք զգաց, ինչպես կործանարար փոթորկից առաջ տիրող հանգստությունը։ Անահիտ Մելիքյանը պատրաստվում էր իր վերջին քայլն անել, երբ դա աներ, այն անողոք կլիներ։ Այն, ինչ Լուսինեն չէր պատկերացնում, այն էր, թե որքան շուտ կգար այդ հարվածը, ոչ էլ, թե որքան հաշվարկված կլիներ դրա կատարումը։ Հաջորդ առավոտ նրա հեռախոսը զանգեց առավոտյան 6:39։ Արմենն էր, ձայնը լարված պաշտոնական։ Լուսինե, մենք պետք է խոսենք։ Մի միջադեպ է տեղի ունեցել։ Խնդրում եմ, որքան հնարավոր է շուտ եկեք բնակարան։ Երբ անջատեց, տեքստային հաղորդագրություն եկավ։ Սոնայից էր, ուղարկված անհայտ համարից։ Նա քեզ համար թակարդ է լարել։ Ոչ ոքի մի վստահիր։ Ես կապացուցեմ քո անմեղությունը։ Գլուխ 7 բացահայտված ճշմարտությունը։ Լուսինեն կենտրոնի շենք հասավ սիրտը կրծքավանդակին բախվելով։ Դռնապանը, որը սովորաբար նրան դիմավորում էր ջերմ ժպիտով, այժմ խուսափում էր նրա հայացքից, ներքին հեռախոսով հայտարարելով նրա ժամանման մասին։ Վերելակը կարծես ավելի դանդաղ էր, քան երբե, 22 հարկերը բարձրանալով տանջալի տեմպով, որը միայն ուժեղացնում էր նրա անհանգստությունը։ Երբ դռները վերջապես բացվեցին ձեղնահարկում, Արմենը նրան սպասում էր նախասրահում։ Նրա դեմքը գունատ էր, արտահայտությունը, հիասթափության ավելի բարդ ինչ-որ բանի խառնուրդ, կասկած, գուցե։ Անահիտը նրա կողքին էր, անթերի հագնված մուգ կապույտ կոստյումով, կարծես պատրաստվում էր գործնական հանդիպում վարել։ Լուսինե, Արմենի ձայնը հեռու էր հնչում, պաշտոնական։ Շնորհակալ եմ, որ այդքան արագ եկաք։ Ինչ է պատահել, հարցրեց նա, փորձելով պահպանել ինքնատիրապետումը, չնայած Անահիտի վատ քողարկված հաղթական հայացքին։ Ավելի լավ է գրասենյակում խոսենք, պատասխանեց նա, ցույց տալով ճանապարհը։ Արմենի էլեգանտ գրասենյակում, քաղաքի համայնապատկերով, Լուսինեն իրեն զգում էր ինչպես մեղադրյալ, որը պատրաստվում է լսել իր դատավճիռը։ Անահիտը փակեց դուռը նրանց հետից, նրանց մեկուսացնելով լարվածությամբ լի լռության մեջ։ Երեք գիշեր, սկսեց Արմենը, նստելով իր տպավորիչ մուգ փայտե սեղանի հետում, մենք նկատեցինք, որ ինչ-որ բան է պակասում։ Արժեքավոր բան, ավելացրեց Անահիտը, ռազմավարականորեն դիրքավորվելով եղբոր կողքին։ Զմրուխտե մանյակ, որը պատկանել է մեր մորը, իսկ հետո Նարեին։
Ընտանեկան ժառանգություն գնահատված ավելի քան 1 միլիարդ դրամ։ Լուսինեն սառնություն զգաց ողնաշարում։ Եվ դուք ակնարկում եք, որ ես։ Մենք դեռ ոչինչ չենք ակնարկում, ընդհատեց Արմենը, ձեռքը բարձրացնելով։ Պարզապես փաստում ենք անհետացումը, որը զուգադիպաբար տեղի է ունեցել ձեր այստեղ աշխատելու ժամանակահատվածում, լրացրեց Անահիտը, տոնը կեղծ չեզոք։ Ես երբեք ոչինչ չէի գողանա, բողոքեց Լուսինեն, զգալով, թե ինչպես է արյունը բարձրանում դեմքին։ Ես երբեք անգամ չեմ տեսել այդ մանյակը։ Անահիտը կեղծ կարեկցանքով ժպտաց։ Ոչ ոք ձեզ ուղղակիորեն չի մեղադրում, սիրելիս։ Բայց հանգամանքները անհանգստացնող են։ Նա շրջվեց դեպի եղբայրը։ Արմեն, ցույց տուր նրան։ Ծանր հոգոց հանելով, Արմենը բացեց մի գզրոց հանեց ճմրթված թուղթ, այն սահեցնելով սեղանի վրայով դեպի Լուսինեն։ Սա գտնվել է ձեր վերարկուի գրպանում, որը դուք թողել էիք այստեղ, բնակարանի ձեր սենյակի պահարանում։ Լուսինեն դողացող ձեռքերով վերցրեց թուղթը։ Դա գրավատան անդորրագիր էր նախորդ օրվա ամսաթվով Երանի կենտրոնում գտնվող ոսկերչական խանութից։ Այնտեղ կոնկրետ զմրուխտե մանյակի մասին նշված չէր, միայն ոսկերչական իր գնահատված 150 միլիոն դրամ։ Սա իմը չէ, հայտարարեց նա, զգալով կոկորդի չորությունը։ Ես երբեք այդ ոսկերչական խանութում չեմ եղել։ Ինչ-որ մեկը սա դրել է իմ վերարկուի մեջ։ Կեղծ գրավի անդորրագիր։ Անահիտի տոնը ուսումնասիրված անհավատության էր։ Ինչու ինչ-որ մեկը դա կաներ։ Ինձ մեղադրելու համար, բացականչեց Լուսինեն, թակարդի իրականությունը ցավալիորեն պարզ դառնալով։ Անահիտ, դուք ինքներդ ինձ սպառնացիք։ Ասացիք, որ միջոց կգտնեք ինձ Սոնայից հեռացնելու։ Անահիտի դեմքը մի պահ խստացավ, նախքան կեղծ վիրավորանքի դիմակով փափկելը։ Դուք ինձ մեղադրում եք ձեր դեմ ապացույցներ կեղծելու մեջ։ Արմեն, տեսնում ես, թե ինչպես է նա արձագանքում, երբ առերեսվում է։ Մեղքը գցում է ուրիշների վրա, դավադրություններ է հորինում։ Արմենը խորապես անհարմար էր զգում։ Լուսինե, հասկանում եմ, որ սա դժվար իրավիճակ է։ Բայց անդորրագիրը գտնվել է ձեր վերարկուում, բնակարանի անվտանգության տեսախցիկները։ Նա վարանեց, կարծես բառերը վիրավորում էին նրան։ Երեկվա տեսագրությունները ցույց են տալիս մոտ 20 րոպեի խափանում, հենց այն ժամանակահատվածում, երբ դուք մենակ եք եղել գլխավոր միջանցքում, որտեղ գտնվում է չհրկիզվող պահարանը։ Պահարան, որի գոյության մասին անգամ չգիտեի, բողոքեց Լուսինեն, իրավիճակի անարդարությունից ձայնը դողալով։ Ինձ ակնհայտորեն մեղադրում են։ Անահիտը թատերականորեն հոգոց հանեց։ Այս դեպքերում միշտ նույն օրինաչափությունն է։ Նախ ժխտում, հետո մեղադրանքներ ընտանիքի դեմ։ Այնքան կանխատեսելի։ Նա ձեռքը դրեց եղբոր ուսին։ Արմեն, գիտեմ, որ դու քեզ դավաճանված ես զգում։ Վստահեցիր նրան Սոնայի, մեր տան հետ։ Ես չեմ դավաճանել այդ վստահությունը, պնդեց Լուսինեն, պայքարելով հիասթափության արդյունքների դեմ։ Սոնան վերջապես առաջընթաց էր գրանցում, նորից հուզականորեն կապվում։ Ինչու ես այս ամենը վտանգի կենթարկեի մի մանյակի համար։ Գուցե որովհետև 1 միլիարդ դրամը զգալի գայթակղություն է պարտքերի մեջ խրված ուսանողուհու համար, կեղծ նրբանկատությամբ առաջարկեց Անահիտը։ Կամ գուցե որովհետև ինչ-որ մեկը հուսահատորեն փորձում է ինձ Սոնայից հեռացնել նրան Շվեյցարիա ուղարկել, հակադարձեց Լուսինեն, ուղիղ նայելով Անահիտին։ Ծանր լռություն տիրեց սենյակում։ Արմենը կարծես երկմտում էր, հայացքը փոխարինաբար ուղղելով քրոջն ու Լուսինեին, կարծես փորձում էր որոշել, թե որ վարկածին հավատա։ Կարծում եմ, մեզ ժամանակ է պետք այս ամենը մարսելու համար, վերջապես ասաց նա։ Լուսինե, ես ոստիկանություն չեմ կանչի։ Դեռ ոչ։ Բայց… Նա խորը շունչ քաշեց, որոշման ծանրությունն ակնհայտ էր դեմքին։ Կարծում եմ, ավելի լավ է առայժմ կասեցնենք մեր պայմանավորվածությունը։ Մինչ ամեն ինչ պարզվի։ Դուք ինձ աշխատանքից հեռացնում եք, փաստեց նա, զգալով, թե ինչպես է աշխարհը փլուզվում իր շուրջը։ Ես խնդրում եմ ժամանակավոր հեռացում, ուղղեց նա, չկարողանալով նայել նրա աչքերին։ Եվ պետք է, որ վերադարձնեք բնակարանի բանալիները։ Անահիտը չկարողացավ ամբողջությամբ թաքցնել բավարարվածության ժպիտը։ Դա ամենախելամիտ որոշումն է, հաշվի առնելով հանգամանքները։ Սոնան կհիասթափվի, իհարկե, բայց նա կհաղթահարի։ Երեխաները զարմանալիորեն դիմացկուն են։
Լուսինեն սրտխառնոցի ալիք զգաց։ Այն ամենը, ինչ կառուցել էր Սոնայի հետ, ողջ խնամքով մշակված վստահությունը, կկործանվեր մի ակնթարթում։ Եվ ամենավատը, աղջիկը նորից իրեն լքված կզգար։ Որտե՞ղ է Սոնան հիմա, հարցրեց նա, փորձելով ձայնը ամուր պահել։ Դպրոցում, պատասխանեց Արմենը։ Մտածեցինք, որ ավելի լավ է սա լուծել, մինչ նա վերադառնա։ Անգամ չեմ կարող նրան հրաժեշտ տալ։ Անարդարությունը այրում էր թթվի պես։ Բոլորի համար ավելի լավ կլինի մաքուր բաժանում, մեղմորեն միջամտեց Անահիտը։ Ավելի քիչ տրավմատիկ Սոնայի համար։ Ավելի քիչ մեղադրական ձեզ համար, ուզում եք ասել, հակադարձեց Լուսինեն, չկարողանալով զսպել զայրույթը։ Արմենը ոտքի կանգնեց, ազդարարելով զրույցի ավարտը։ Լուսինե, խնդրում եմ։ Մի դարձրեք, սա ավելի դժվար, քան արդեն կա։ Տիկին Սիրանուշը առանձնացրել է ձեր իրերը։ Կարող եք վերցնել դրանք ընդունարանից։ Մինչ Լուսինեն հավաքում էր իր պայուսակը, փորձելով մարսել տեղի ունեցածը, Անահիտը նրան հետեց մինչ գրասենյակի դուռը։ Ես զգուշացրել էի, որ բոլորն իրենց գինն ունեն, շշնջաց նա, երբ նրանք Արմենի լսողությունից դուրս էին։ Ձերն ավելի բարձր ստացվեց, քան ես պատկերացնում էի։ Լուսինեն կանգ առավ, շրջվելով նրան դիմակայելու։ Ես գիտեմ, թե դուք ինչ արեցիք։ Եվ համոզված եմ, որ Սոնան նույնպես գիտի։ Անհանգստության փայլ անցավ Անահիտի դեմքով, արագորեն փոխարինվելով սովորական ինքնատիրապետման դիմակով։ Սոնան երեխա է, հարուստ երակայությամբ ձեզ նկատմամբ հուզական կապվածությամբ։ Այն, ինչ նա կարծում է, թե գիտի, նշանակություն չունի։ 3 օրից մենք ժնի ճանապարհին կլինենք ընդունելության հարցազրույցի համար, այս տհաճ իրավիճակը կլինի ընդամենը հեռավոր հիշողություն։ Վերելակում, իջնելով այն կյանքից, որը կառուցել էր վերջին ամիսներին, Լուսինեն վերջապես թույլ տվեց, որ արցունքները թափվեն։ Սոնայի հաղորդագրությունն արձագանքում էր մտքում։ Նա քեզ համար թակարդ է լարել։ Ոչ ոքի մի վստահիր։ Ես կապացուցեմ քո անմեղությունը։ Ինչ կարող էր անել աղջիկը։ Ինչպես կարող էր 10 տարեկան երեխան դիմակայել Անահիտի նման բարդ մանիպուլյատորին։ Ընդունարան հասնելուն պես դռնապանը նրան տվեց մի պայուսակ, բնակարանում թողած նրա սակավաթիվ իրերով, մի քանի գիրք, հիգիենայի պարագաներ, մի զույգ կոշիկ։ Պայուսակի հատակում նա անսպասելի բան գտավ, փոքրիկ ֆլեշ կրիչ, փաթաթված Սոնայի մանկական ձեռագրով գրված թղթի կտորի մեջ։ Դիտիր, երբ մենակ լինես։ Վստահիր ինձ։ Լուսինեի սիրտը արագացավ։ Գուցե, ի վերջո, հույս կար։ Այդ գիշեր, Արաբկիրի իր փոքրիկ բնակարանում, Լուսինեն դողացող ձեռքերով միացրեց ֆլեշ կրիչը համակարգչին։ Ներսում միայն մեկ տեսաֆայլ կար, նախորդ գիշերվա ամսաթվով։ Սեղմելուն պես էկրանին հայտնվեցին անվտանգության տեսախցիկի պատկերներ, որը Լուսինեն երբեք չէր նկատել, զգուշորեն տեղադրված բնակարանի գլխավոր միջանցքում։ Տեսանյութը ցույց էր տալիս, թե ինչպես է Անահիտը գաղտագողի քայլում դեպի պատի մի վահանակ, որը Լուսինեն երբեք չէր նկատել, որ չհրկիզվող պահարան է։ Ճշգրիտ շարժումներով Անահիտը հավաքեց համակցություն, բացեց պահարանը, հանեց այն, ինչը կարծես ոսկերչական տուփ լիներ։ Այնուհետ ստուգեց ժամացույցը, վերցրեց բջջային հեռախոսը, արագ զանգ կատարեց։ Րոպեներ անց էկրանի անկյունում լույս թարթեց, անվտանգության հիմնական համակարգն անջատվում էր։ Անահիտը ժպտաց, հեռախոսը դնելով շարունակեց իր պլանը, այժմ առանց վախենալու, որ բնակարանի պաշտոնական տեսախցիկները կձայնագրեն։ Տեսանյութը հետեց Անահիտին մինչ այն սենյակը, որտեղ Լուսինեն սովորաբար մնում էր, ցույց տալով, թե ինչպես է նահանում վերարկուն պահարանից ինչ-որ բան սահեցնում գրպանը, ենթադրաբար, գրավի անդորրագիրը։ Լուսինեն դիտեց ամբողջ տեսարանը սարսափի արդարացման խառնուրդով։ Անահիտը ամեն ինչ մանրակրկիտ պլանավորել էր, չիմանալով, որ նկարահանվում է մի տեսախցիկով, որի մասին տեղյակ չէր։ Տեսանյութն ավարտվում էր Սոնայի գրած հաղորդագրությամբ։ Ես ամիսներ առաջ իմ սեփական տեսախցիկներն եմ տեղադրել։ Անահիտ մորաքույրը չգիտի։ Ավելի շատ ապացույցներ ունեմ։ Վաղը, ժամը 10:00-ին, արի հաղթանակի զբոսայգի, Մայր Հայաստան հուշարձանի մոտ։ Այս հաղորդագրությանը մի պատասխանիր։ Նա հետում է քո հեռախոսին։ Հպարտության անհանգստության խառնուրդը տիրեց Լուսինեին։ Սոնան բոլորից խելացի էր գտնվել, բայց այժմ մենակ էր դիմակայում Անահիտին, ով անշուշտ կկատաղեր, բացահայտելով դավաճանությունը։
Հաջորդ առավոտ Լուսինեն հաղթանակի զբոսայգի հասավ 9:45-ին անհանգիստ զգոն։ Օրը զարմանալիորեն արոտ էր երանյան ձմռան համար, ընտանիքներն ու վազորդները վայելում էին լավ եղանակը քաղաքի ամենահայտնի այգում։ Ժամը 10:05-ին, երբ սկսում էր վախենալ, որ ինչ-որ բան սխալ է գնացել, նկատեց Սոնային, որը վճռականորեն քայլում էր իր ուղղությամբ, գլխարկով վերարկու արային ակնոցներ կրելով, որպես ինքնաշեն քողարկում։ Նրա կողքին, Լուսինեի լիակատար զարմանքի համար, կանգնած էր Արմեն Մելիքյանը։ «Լուսինե», կանչեց նա, մոտենալով լուրջ արտահայտությամբ։ «Սոնան ձեզ ցույց տալու բան ունի։ Մի բան, որն ամեն ինչ փոխեց»։ Հայրիկը սկզբում ինձ չհավատաց, բացատրեց Սոնան, հանելով ակնոցները։ Նրա աչքերը փայլում էին վախի վճռականության խառնուրդով։ Բայց ես ստիպեցի նրան դիտել տեսանյութերը։ Բոլորը, կրկնեց Լուսինեն, շփոթված։ Դա միայն մեկ տեսախցիկ չէր, զգույշ հպարտությամբ պատասխանեց Սոնան։ Ես ամբողջական համակարգ եմ տեղադրել այն բանից հետո, երբ Անահիտ մորաքույրը սկսեց պնդել գիշերօթիկի հարցում։ Գիտեի, որ նա ինչ-որ բան կանի։ Նա միշտ անում է։ Արմենը միաժամանակ հպարտ էր դստեր հնարամտությամբ սարսափած բացահայտումներից։ Սոնան ինձ ցույց տվեց ոչ միայն գողության տեսանյութը, այլ նախորդ խոսակցությունները Անահիտի ձեր միջ, որտեղ նա ձեզ սպառնում էր, կաշառք առաջարկում։ Եվ ես ավելին ունեմ, լրացրեց Սոնան, պայուսակից հանելով պլանշետ։ Անահիտ մորաքրոջ հեռախոսազրույցների ձայնագրություններ, որտեղ նա ինչ-որ մեկի հետ քննարկում է, թե ինչպես կառավարել է իմ ֆոնդերը, երբ ես Շվեյցարիայում լինեմ։ Նա տարիներ շարունակ գումար է յուրացրել։ Լուսինեն թեթացման արդարացման ալիք զգաց։ Դուք առերեսվել եք Անահիտի հետ։ Դեռ ոչ, պատասխանեց Արմենը, դեմքը խստանալով։ Ուզում էի նախ ձեզ հետ խոսել, ներողություն խնդրել այն բանի համար, թե ինչպես թույլ տվեցի, որ իրավիճակը հասնի այս կետին։ Նա վարանեց, տեսանելիորեն անհարմար զգալով սեփական ձախողումից։ Պետք է ավելի շատ վստահեի ձեզ, ավելի քիչ Անահիտին։ Սոնան մոտեցավ, նրա փոքրիկ ձեռքը գտավ Լուսինեին։ Անահիտ մորաքույրը հիմա բնակարանում է, իմ իրերն է հավաքում Շվեյցարիայի համար։ Նա չգիտի, որ մենք դուրս ենք եկել ձեզ հետ հանդիպելու։ Ինչ ենք անելու, հարցրեց Լուսինեն, նրբորեն սեղմելով Սոնայի ձեռքը։ Մենք կվերադառնանք կառերեսվենք նրա հետ, հայտարարեց Արմենը, ձայնի մեջ նոր վճռականությամբ։ Բոլոր ապացույցներով։ Ժամանակն է, որ Անահիտը գրի իր արարքների հետանքները։ Մինչ քայլում էին դեպի Արմենի մեքենան, Սոնան բացատրեց, թե ինչպես է սովորել թաքնված տեսախցիկներ տեղադրել առցանց դասընթացների միջոցով, օգտագործելով իր գրպանի գումարով գաղտնի գնված սարքավորումները։ Ես միշտ կասկածում էի, որ Անահիտ մորաքույրը խառնում է իմ իրերը, երբ ես չեմ նայում, բացատրեց նա։ Սկզբում դա ուղղակի հետաքրքրասիրություն էր։ Բայց երբ դու եկար, ես սկսեցի լավանալ, տեսա, թե ինչպես է նա զայրանում։ Գիտեի, որ նա ինչ-որ բան կփորձի։ Բնակարան վերադառնալու ճանապարհին Լուսինեն հետի հայելուց դիտում էր Սոնային, ոչ այլս սրճարանում առաջին հանդիպման խնդրահարույց աղջկան, ոչ էլ դաշնամուրի մոտ լացող փխրուն երեխային, այլ մի վճռական երիտասարդի, որն իր խելքն օգտագործում էր կարորը պաշտպանելու համար։ Վերջնական առճակատումը սկսվելու էր, առաջին անգամ Անահիտ Մելիքյանը կհանդիպեր մի հակառակորդի, որին երբեք չէր սպասի, զարմուհուն, որին այդքան երկար թերագնահատել էր։